Բարև ձեզ հարգելի Facebook-յան ընկերներ եւ ոչ միայն ընկերներ, բարև ձեզ ժողովուրդ։ Facebook-յան ասուլիսի շրջանակներում պատասխանելու եմ հարցերին, որոնք օգտատերերը գրել են, հայտարարությունը թողել էի կեսօրին։ Միանգամից անցնեմ հարցերի պատասխանը, դե գիտեք ինչա տեղի ունենում Իրանի եւ Իսրայելի մեջ, միջև Հնդածս իմ մեկնաբանությունը կթողեմ ես ամեն ինչին, ու առաջի հարց նվեր ավակյան, բարև բժիշկ ջան, ինչքանով է Ադրբեջանը խառնված, ու եթե Իրանը պարզի օգնել է Ադրբեջանը, ինչ հետևանք կունենա, նախ Ադրբեջանը ինչքանով է խառնված, այնքանով, որ Ադրբեջանը Իսրայելի հետ ջերմ հարաբերությունների մեջ է, համագործակցում են նրանք իրար հետ, հնարավոր է որոշակի հետախուզական կամ նույնիսկ Ադրբեջանի կողմից Իրան թափանցելու կամ տարբեր դետալներ, այդ թվում դրոնների դետալներ Ադրբեջանից մատակարարելու, պաշտոնապես ոչ մի ձև չի խառնված, ոչ պաշտոնապես որոշակի հնարավորություններից, ադրբեջանական հնարավորություններից ըստ երևույթին Իսրայելը կարող է օգտված լինել։ Ավելի լուրջ ձևով Ադրբեջանը, այսպես ասած, այդքան չկա, որ խառնվի։ Ինչի, որովհետև սա մի փոքր այլ գործընթաց է, դասական առումով ես պատերազմստան չի ասի, որովհետև սա ավելի շատ հատուկ գործողություն է, հատուկ ռազմական գործողություն է, բայց այն ինչ Իսրայելը անում է Իրանի հանդեպ, սրան պատերազմ չի ասի։ Ինչու հարցերին պատասխանելով հերթով կգամ։ Մի խոսքով նվերի հարցին, թե ինչքանով է Ադրբեջանը խառնված, Ադրբեջանը շատ փոքր է այս մասշտաբի պրոցեսներին խառնվելու համար։ Սա իր խելքի բանը չի։ Այս մասշտաբի պրոցեսները այնքան լուրջ են, որ նույնիսկ լուրջ ձաձաները աշխատում են Չերևան որպես այս պրոցեսներին խառնված։ Միացյալ Նահանգների պես երկիրը Իրանին ասում է, որ ինքը չի խառնվում։ Ինքը ստեղ կապ չունի, թե բոլորս էլ հասկանում ենք, որ շատ լավ էլ կապ ունի ու առանց Միացյալ Նահանգների աջակցության հետագա էսկալացիայի դեպքում առանց Միացյալ Նահանգների կողմից եղած երաշխիքների ոչ մի դեպքում Իսրայելը նման օպերացիա չէր կարող եւ չէր հանդգնի իրականացնել։ Բայց սա ըստ էության Միացյալ Նահանգների հովանու աջակցության, մասնակցության եւ երաշխիքներ տրամադրելու ներքո է, այնպես որ, բայց եւ այնպես Միացյալ Նահանգները չեն համարձակվում ասել, որ իրանք այստեղ մասնակցում են եւ չեն նախընտրում ասել։ Ինչու հեսա ընթացքում կպարզաբանենք։ Հովո Ավակյան, սա ավարտվելու է Ամերիկայի ուզածով։ Ու ըստ էության այո, սա ավարտվելու է Միացյալ Նահանգների ուզածով։ Հիմա չավարտվի, մեկ ուրիշ օր ավարտվելու է Միացյալ Նահանգների ուզածով։ Բայց ինչա Միացյալ Նահանգների ուզածը, այս է հետաքրքիր։ Եվ ինչ ասում Հովո Ավակյան, ասում է կամ հեղափոխություն Իրանում, թեև դա կլիներ խելամիտ լուծում, շատ ռիսկային, լուրջ կողմնակի էֆեկտներով, բայց համենայն դեպս հեսա կգանք Իրանում հնարավոր հեղափոխությանը կամ Ամերիկայի պայմաններով միջուկային պայմանագրի կնքում։ Նու կարծում եմ այսօր էլ արդեն Իրանը պատրաստ է Ամերիկայի պայմաններով միջուկային պայմանագիր կնքի, նույնիսկ եթե ամբողջական իրանական էլիտան համաձայնել չի սրա հետ, համոզված եմ ներքին էլիտաներում տարաձայնություն անպայման կլինի այս հարցով եւ մի մասը, մի զգալի մասը իրանական էլիտաների Ամերիկայի պայմաններով միջուկային պայմանագրի կնքում այսօր էլ արդեն պատրաստ են։ Հեղափոխությունն ասեցի, դա մի քիչ ավելի բարդ խոսակցություն է։ Ամեն ինչ մեր ձեռքերով։ Սա օգտատիրոջ անունն է կամ կեղծ անունը։ Բարև ձեզ, ձեր կարծիքով ինչ զարգացումներ կարող է ունենալ այս պատերազմը եւ ինչպիսի ազդեցություն կունենա տվյալ զարգացումը Հայաստանի վրա։ Սա ամբողջ այս ուղիղ եթերի իմաստը ըստ էության այս հարցին պատասխանելն է,
թե ինչ զարգացումներ կունենա եւ Հայաստանը այստեղ ինչ, Հայաստանին այստեղ ինչ, այնպես որ եկեք հետաձգեմ այս հարցի պատասխանը, վերջում ամփոփիչ անպայման կանդրադառնամ։ Գրիգոր Պետրոսյան, ինչ ազդեցություն ունեն Իսրայելի ներքին քաղաքական զարգացումները հակամարտության սրման կամ մեղմման վրա, արդյոք այս հակամարտությունը երբեմն օգտագործում է ներքաղաքական օրակարգի սպասարկման համար։ Հարգելի Գրիգոր, ելի եմ ասում, սա այն կարգի լուրջ խաղ է, եթե կարելի է խաղ կոչել, թեև կարելի է կոչել, ոչ խաղալիք զվարճանք իմաստով, այլ օրինակ ասենք խաղերի տեսություն հասկացություն կա, չէ՞։ Եթե այդ տեսակետից նայենք, սա շատ լուրջ խաղ է, որպեսզի ուղղակի սպասարկի ներքաղաքական շահեր։ Թեև ցանկացած իշխանություն իր գործողությունները անելիս հաշվի առնում նաև ներքաղաքական հնարավոր օգուտները եւ վնասները, բայց անգամ եթե Նեթանյահուի իշխանությունը այստեղ լուրջ վնասներ կրի, միևնույնն է, այս խաղը այն աստիճան թանկ խաղ է, որ այստեղ չեն խնայելու ինչ որ ներքին իշխանական լծակները կամ, չգիտեմ, ներիշխանական ինչ որ միավորներ չեն խնայելու, կապիտալ քաղաքական չեն խնայելու, սա շատ լուրջ խաղ է եւ ոչ միայն Իսրայելի համար, այսօրվան երկար են եկել, տասնամյակներով են եկել։ Ժիրինովսկու տարբեր ելույթներ են այս վերջերս շրջանառում սոցցանցերում, որտեղ տարբեր ժամանակահատվածներում Ժիրինովսկին ասում է, որ այսօրը մի օր գալու է, բայց այս ինչ օր է, որ մի օր գալու է, եւ ինչ է լինելու հետո, որի մասին Ժիրինովսկին չի ասում։ Այ ինչ է լինելու հետո։ Այսօրվան երկար են եկել, այնպես որ սա ներքաղաքական, այո, սա հարմար պահ է այս օպերացիան իրականացնելու համար, բայց ոչ ավել, ոչ պակաս։ Ներքաղաքականի հարց ես չեմ տեսնում։ Երկրորդ հարցը Գրիգոր Պետրոսյանի կողմից, ինչ քաղաքական նպատակներ են հետապնդում Միացյալ Նահանգները եւ Ռուսաստանը Իրան-Իսրայել հակամարտության համատեքստում։ Ռուսաստանը ստեղ սպառող է։ Ես չեմ կարծում, որ Ռուսաստանը ստեղ արտադրում է այս քաղաքականությունը, ինքը սպառում է այս քաղաքականությունը։ Ռուսաստանը կուզենար սա հետ մղել հնարավորինս սա տեղի չունենար, բայց ի ափսոսանք Ռուսաստանի սա տեղի է ունենում։ Եվ քաղաքականությունը այստեղ կերտում է Միացյալ Նահանգները, կարելի ասել Իսրայելի հետ միասին։ Ինչ քաղաքական նպատակներ են հետապնդում։ Առհասարակ Մերձավոր Արևելքը պետքա դարաշրջան փոխի։ Մերձավոր Արևելքը այն դարաշրջանում, որում գտնվում է, այդ դարաշրջանով պետք չի խանգարում է ու մեծ վտանգ ու սպառնալիք է ներկայացնում Եվրոպայի համար, Միացյալ Նահանգների համար եւ Իսրայելի համար։ Ուրեմն բացի վտանգ ներկայացնելը Մերձավոր Արևելքը իր էներգակիրներով ըստ էության դեռ երկար տարիներ պետքական է լինելու, ինչքան տեխնոլոգիական զարգացում է լինում, ամենևս կանաչ էներգիան կամ չգիտեմ ուրիշ գույներով կարելի է ասել, արևային էներգիան, չգիտեմ, վերականգնող ռեսուրսներից էներգիան, նավթից անդին էներգիան, մի խոսքով, կարծես թե չի ապահովելու աշխարհի պահանջները եւ էներգակիրները, նավթամթերքը եւ գազը ըստ էության երկար ժամանակ դեռ աշխարհին պետք է գալու։ Իսկ դա նշանակում է, որ Մերձավոր Արևելքը շրջակա ռեգիոնով դեռ երկար ժամանակ կարևոր է լինելու աշխարհի համար։ Եվ այստեղից հարց առաջանում, թե այդ կարևորության վրա իրանք ինչպիսի ազդեցություն ունեն։ Բնականաբար Միացյալ Նահանգներն էլ Իսրայելն էլ, Արևմուտքն էլ, Եվրոպան էլ կուզենան, որ նրանք այդ Մերձավոր Արևելյան էներգակիրներից օգտվեն հնարավորինս իրենց ուզած պայմաններով, իրենց հարմար պայմաններով։ Այս մեկ, ասենց ասած, շահադիտական կողմը հարցի, արժեբանական կողմը հարցի։ Եվ այստեղ ցանկացած գործողության մեջ կարելի է այդ երկու բանը տեսնել, եւ շահադիտական կամ օգուտը, այսպես ասած, եւ օգուտի մասով կարելի է դիտարկել եւ արժեբանական մասով կարելի է դիտարկել։ Արժեբանականով էլ այս քաղաքակրթությունը, այս դարաշրջանը, այս դարը, որում գտնվում է Մերձավոր Արևելքը, չի համապատասխանում ներկա արևմտյան աշխարհի
պահանջներին։ Ավելին, այս դարաշրջանը բերում է նրան, որ դեմոգրաֆիական ճգնաժամում գտնվող արևմուտքը վաղը կարող է ամբողջությամբ տեղակալվել, փոխարինվել այս տարածաշրջանում ապրող մարդկանցով, նրանց արժեքներով, նրանց մտածելակերպով, նրանց պատկերացումներով, իսկ դա հեչ Եվրոպային պետք չի։ Այնպես որ քաղաքական նպատակները սրանք եմ կարծում, էներգակիրների վրա ունենալ իշխանություն կամ գոնե հնարավորինս իրենց պայմանները թելադրել էներգակիրներից օգտվելու համար, եւ երկրորդ չեզոքացնել են թե դեմոգրաֆիկ, թե ռազմական, թե մշակութային այն վտանգը, որ գալիս է մերձավոր արևելքից։ Ահա։ Մի թեթև Գրիգոր Պետրոսյանի հարցին ուզում եմ անդրադառնամ այն մասով, որ ներքաղաքական ներքին զարգացումների առումով, տեսեք, երկու հիմնական մոտեցում ունեն երկրները։ Երկրներ կան, որոնք ավելի շատ սևեռված են ներքին թշնամու վրա, այսպես ճակերտավոր, երկրներ կան, որոնք ավելի շատ ժողովուրդներ կան, որոնք սևեռված են արտաքին թշնամու վրա։ Այն երկրները, որոնք արտաքին թշնամու վրա են սևեռված, նրանք վերջ առաջ գոնե մեր ժամանակաշրջանում, մեր դարում նրանք հետ են մնում։ Այն երկրները, որոնք ներքին թշնամու վրա են սևեռված, ներքին թշնամի այստեղ այդքան էլ ճիշտ չի ասելը, բայց ներքին թշնամի նկատի ունեմ ինչ։ Արտաքին թշնամի բոլորս էլ հասկանում ենք ինչ է։ Հարևաններ, օտար երկրներ, որոնք կարող են ռազմական ագրեսիա ցուցաբերել տվյալ երկրի վրա։ Սա արտաքին թշնամին է, բայց ներքին թշնամին ով է։ Ներքին թշնամին ամենալուրջ թշնամին, ներքին թշնամին։ Դա սեփական իշխանություններն են, որոնց այլասերում է տվյալ իշխանությունը։ Այսինքն վլաստը, իշխանությունը, որոնք դնում է մարդկանց ձեռքը, դա մարդկանց այլասերում է։ Բացարձակ իշխանությունը, այլասերումը բացարձակապես։ Ահա նրանք են երկրների թիվ 1 ներքին թշնամին։ Այն մանր մունր շպիոններ, խաբեբաներ, խարդախներ, սրանց միշտ էլ հնարավոր է բռնել, բացահայտել, վնասազերծել, պատասխանատվության ենթարկել։ Հնարավոր չի բռնել, վնասազերծել, պատասխանատվության ենթարկել այն ուժերին, ովքեր հենց իրենք են բռնողը, վնասազերծողը, պատասխանատվության ենթարկողը։ Այսինքն իշխանությունները։ Այ իշխանությունները ցանկացած ժողովրդի համար, նրանք թիվ 1 ներքին թշնամին են։ Պոտենցիալ։ Երբեմն արդեն այդ պոտենցիալը իրականացրած։ Եվ եթե նայում եք այսպես, ասենք օրինակ, Միացյալ Նահանգները ամենաշատը, մի րոպե։ Ամենաշատը իրանց ի սկզբանե իրանց հիմնադրումից սկսած պայքարել են ում դեմ։ Սկզբում Անգլիայի թագավորի դեմ, իրանք Անգլիայի գաղութներն են, իրանց ղեկավարը Անգլիայի թագավորն էր։ Հետո պայքարել են, որպեսզի իրենց իշխանությունները հանգարց իրանց իրավունքները չոտնահարեն, իրենց անձնական, անհատական եւ խմբային ազատությունները չոտնահարվեն։ Ահա, ի սկզբանե այդպես է հիմնվել այդ երկիրը։ Այն երկրները, որոնք ներքին թշնամու, այսինքն իշխանությունների այլասերության դեմ միշտ օրենքներ են ընդունել, զգոն են եղել, նրանց երկրները հզորացել են, զարգացել են։ Իսկ այն երկրները, որոնք մոռանալով ներքին թշնամու մասին, եւ թիվ 1-ը այդ ներքին թշնամիներից, ասեցի, սեփական իշխանությունների այլասերությունն է։ Եթե մոռանալով դրա մասին, սկսում են համախմբվել, չգիտեմ, կոչեր անել, գաղափարախոսություն են մշակում, իդեոլոգիական աստիճանի են հասնում, արտաքին թշնամու զգուշությունը, այդ երկրները որպես կանոն արժանանում են ոչ այնքան լավ հետևանքների, թուլանում են այդ երկրները, թուլանում են սեփական իշխանությունների ապիկարությունից, սեփական իշխանությունների ճնշումներից արտագաղթում են ժողովուրդը, տաղանդավորները ընկճվում են այդ երկրներում, այդ երկրներում մարդիկ իրենց ամբողջ տաղանդով չեն կարող դրսևորվել, եւ այսպես, ահա Իրանը այս առումով արտաքին թշնամու վրա հիմնականում սևեռված երկիր է։ Եվ նույնիսկ այս ձևով միգուցե եւ կարող էր իր հարցերը լուծել, բայց փորձը ցույց է տալիս, արդեն փաստերը ցույց են տալիս, որ Իրանը իր հարցերը չի կարողանում լուծել։ Մյուս կողմից էլ Իսրայելը այսքան բանը շատ լավ է հասկանում։
Իսրայելը գտնվելով այդպիսի վտանգավոր տարածաշրջանում, շրջապակված լինելով այդպիսի մրցակիցներով եւ թշնամիներով, ելի մարդիկ չեն մոռանում, որ իրենց թիվ 1 ներքին թշնամին, իրենց իշխանություններն են ու նրանց պետքա միշտ բռի մեջ պահել։ Միշտ այնպես պահել, որ հանգարց նրանք չափերը չանցնեն իրենց իսկ նկատմամբ։ Պատկերացնում եք այդպիսի կազմակերպվածություն։ Այսքանը ես կասեմ այդ ներքին քաղաքական զարգացումների հետ կապված, որ այնուամենայնիվ այսօր հակամարտող երկու երկրներից մեկը կազմակերպված է այնպես, կազմակերպման այնպիսի ձև ունի, որտեղ ներքին թշնամիների մասին երբեք չեն մոռանում, մյուսը Իրանը կազմակերպման այնպիսի ձև ունի, որտեղ արտաքին թշնամիներից բացի ուրիշ ոչինչ չեն հիշում։ Անցնենք հաջորդ հարցին, Սոֆի Մոսինյան, որքան հավանական է, որ ՀՀ տարածքը կդառնա թատերաբեմ։ Ու կարծում եմ, որ գրեթե անհավանական է, որ ՀՀ տարածքը կդառնա թատերաբեմ։ Նախ էլի կրկնեմ, այս տեսակ մասշտաբային խնդիրներում, իրադարձություններում ՀՀ շատ փոքր տարածք ունի, որպեսզի դառնա թատերաբեմ։ Այլ բան, որքանով Ադրբեջանը առիթից կօգտվի եւ կփորձի, այսպես ասած, միջանցք բացել այս իրադարձությունների ֆոնին, երբ Իրանի գլուխը խառն է, իսկ Իրանը շահառուներից մեկն էր, ով թույլ չէր տալիս, որպեսզի միջանցք բացվի։ Որքանով Ադրբեջանը դա կանի, ու կարծում եմ, որ կրկնում եմ, որ չի հանդգնի, իսկ եթե ավելի լուրջ, եթե կա այդպիսի մեկը, որ կարա ուրեմն այստեղով միջանցք բացի կամ վերցնի, ապա Ադրբեջանից շատ ավելի խելացի, շատ ավելի հզոր երկրներ կան, որոնք դա կանեն, այսինքն եթե Հայաստանը չի կարողանալու իր տարածքների անձեռնմխելիությունը ապահովի, ապա մինչև Ադրբեջանը դա կվերցնի, շատ ավելի լուրջ խաղացողներ կան Չինաստանից, Ռուսաստանից սկսած Ամերիկայով վերջացած։ Եվ նույնիսկ լավ Իսրայելը ասեմ, եթե Ադրբեջանը պիտի վերցնի, կգա Իսրայելը կասի ես եմ վերցնում, Ամերիկան կասի ես եմ վերցնում, Չինաստանը կասի ես եմ վերցնում, Ռուսաստանը կասի ես եմ վերցնում։ Եթե Հայաստան դու չես կարողանում դա պահել, հարց չկա, մենք կվերցնենք, կծախենք Ադրբեջանի եւ Թուրքիայի վրա։ Օրինակ։ Այսինքն թատերաբեմ դառնալու սցենարը գրեթե անհավանական եմ համարում։ Մարգարիտ Սահակյան, բարև ձեզ, ինչ հետաքրքրություն կամ նպատակ ունի ԱՄՆ-ն այս պատերազմի մեջ։ ԱՄՆ-ի թիվ 1 Ախոյանը աշխարհում դա Չինաստանն է։ Ինչքան ու նրանք մտածում են 30-50 տարվա կտրվածքով։ Ինչքան Չինաստանի ազդեցության տարածումը աշխարհով մեկ կասեցվի, այնքան Ամերիկայի օգուտն է։ Այս ամբողջ գործընթացից բացի, Չինաստանից բացի, կան այլ խաղացողներ, օրինակ Ռուսաստանը։ Իրանը, որը պայմանավորվածությունների չի գնում, Ամերիկայի հետ համաձայնության չի գալիս։ Մերձավոր Արևելքում լուրջ իշխանություն ունի, լուրջ լծակներ ուներ ազդեցության ու մեր անցյալ ժամանակով։ Հեսա կգանք դրան, կհասնենք դրան։ Մի խոսքով ԱՄՆ նպատակն էր այս ամեն ինչը քանդուքարապ անել եւ վերցնել իր վերահսկողության տակ կամ առնվազն իր հետ համաձայնեցված հարաբերություններ, այսինքն եթե այս տարածաշրջանում որևիցե երկիր ինչ որ բան պիտի անի, Ամերիկայի համաձայնությունը ստանա, նոր անի։ Եթե վաղը Չինաստանի հետ պետք է հարաբերություններ ապահովի, ապա ստանա Ամերիկայի համաձայնությունը, նոր անի։ Եթե ճանապարհներ պիտի տրամադրի Չինաստանին, ապա Ամերիկայի համաձայնությունը ստանա, նոր անի։ Գերիշխանություն, մի խոսքով, ահա թե Ամերիկան ինչ շահեր ունի այստեղ։ Աշխարհով մեկ Ամերիկան ունի շահեր գերիշխանության եւ ապագա մրցակիցներին այս գլխից թույլատնելու եւ նրանց հետագա աճը հնարավորինս դանդաղեցնելու կամ կասեցնելու նպատակներ ունի։ Արթուր Հովանեսյան, իրադարձությունների որ ընթացքը ավելի ձեռնտու կլինի ՀՀ համար, ինչպես պետք է դիրքավորվի Հայաստանի Հանրապետությունը։ Ես չեմ ուզում Հայաստանի Հանրապետությանը խելք խրատեմ այս դրության մեջ, բայց իմ կարծիքով իրադարձությունների այն ընթացքը ձեռնտու կլինի, որը կբերի իշխանությունների Իրանում իշխանությունների փոփոխության, որը կբերի Իրանում ավելի աշխարհիկ, ավելի առաջադեմ հայացքներ ունեցող, ընտրվող, պարբերաբար ընտրություններում ընտրվող իշխանությունների։ Ազատ շուկայական հարաբերությունների աչականությունը
հարուստ ապրելու ցանկությունը ողջունող իշխանությունների։ Իրանը ըստ էության իսլամական հեղափոխությունից սկսած ձախականության վրա է։ Ձախականություն, այսինքն նայեք ինչ աչականությունն ասում է մարդը հարուստա լավ է անում, թող հարստանա, ով ուզում է թող իրանից իր հետևից ինքն էլ հարստանա։ Ձախականությունն ասում է չէ, հարստներ պետք չեն, խեղճերը մեղք են, բայց ոչ թե այնպես են անում, որպեսզի խեղճերը հզորանան, չունևորները դառնան հարուստ, այլ այնպես են անում, որտեղ դա հնարավոր չի, չէ, ըստ դժվար է, եթե նույնիսկ հնարավոր է, շատ դժվար է։ Ձախականներն ինչ են անում, ձախերն ինչ են անում, ասում են թող հարուստներ չլինեն։ Ձախերն էդ են ասում, թող հարուստներ չլինեն։ Իբրև թե դրանով հոգում են աղքատների կարիքները։ Ահա երբ որ կփոխվի այս տեսակ իշխանություն, այս տեսակ հայացքներ կգա Իրան, դա կլինի Հայաստանի համար ամենալավ տարբերակ։ Էլի եմ ասում կգամ դեռ Հայաստանի հարցին։ Այնպես որ Հայաստանի համար լավ կլինի Իրանում իրական հասարակարգի փոփոխություն, հեղափոխություն եմ ես դրան ասում, իսկական հեղափոխությունը դա է, որ հասարակարգա փոխվում։ Բայց հնարավորինս քիչ կողմնակի էֆեկտներով դա կարա նույնիսկ ներսում իշխանություն էլիտաների ներսում կարա այդ փոփոխությունը լինի։ Ու այդ էլիտաների ներսում իրականացված փոփոխությունը մի ձև կարողանան ամբողջ Իրանի մասշտաբով։ Բայց սա էլ միայն էլիտաների հարցը չի, ժողովուրդն էլ ինքը պետքա բնից այդքան ունակ լինի քաղաքականություն անելու։ Քանի ես հարցը եկել եմ մի sense օրինակ բերեմ, տեսեք, սա հայերիս էլ է շատ բնորոշ։ Մարդը, որ ազատազրկված մարդու զորով փակել են մի 4 պատի մեջ, բանտարկել են։ Այդ խուցը իր խուցն է, ինքը տեղ ապրում է։ Ինչ անում մարդը։ Ինչ անում։ Հարմար տեղ է հարդարում պարկել քնելու համար։ Ինչ որ հարմար տեղ է իր համար պատրաստում նստելու համար։ Հարմարություններ է ստեղծում ինչ որ ժամանակ անցկացնելու համար, ֆիզիկական ինչ որ վարժություններ անելու համար։ Չգիտեմ, հարմարություններ է ստեղծում։ Կարող է մի հոգով չի, ինքը մի քանի հոգով են այդ խցում։ Մի խոսքով մարդիկ զբաղմունք են գտնում։ Հարմարություն են ստեղծում իրենց ազատազրկված վիճակը ինչ որտեղ տանելի դարձնելու համար։ Հիմա պատկերացրեք մի օր մեկը գալիս է, բացում է այս բանտախցի դուռը եւ ասում է դու ազատ ես կամ դուք ազատ եք։ Գնացեք։ Ազատ եք, վերջ։ Մարդու համար երբեմն դա կարա պրոբլեմ հանդիսանա։ Մանավանդ մարդիկ, ովքեր ծնվել ու մեծացել են այդ անազատության մեջ։ Մարդիկ, ում գլուխը լցել են գիշեր-ցերեկ այդ անազատության միֆերով, պատմություններով, խոսույթով։ Եվ մարդը ուզում է դուրս գա, բայց ախր չարչարվել է։ Ահագին չարչարվել է այդտեղ պայմաններ է ստեղծել ապրելու համար, զբաղվելու համար։ Ու ինքը իր անազատությունը չի կարողանում լքի։ Այն ժողովուրդները, որոնց մի օր ազատության հնարավորություն է տրվում, նրանց անհարմար է այդ ազատությունից օգտվելը։ Մեր չուկչիներիս մասին ասեմ, անվտանգության գոտիները ավտոմեքենաներում։ Անվտանգության գոտիները ավտոմեքենանում, դրանք գյուտ են, անվտանգության գյուտ մեքենաշինության մեջ, ինչ որ մի ֆիրմա, չգիտեմ, Volvo-ն թե Mercedes-ը, ես գիտեմ Mercedes S-կլասի վրա է առաջինը եղել, մարդիկ կան ասում են Volvo-ին, ChatGPT-ն էլ չեմ հարցրել։ Էական չի։ Ինչ որ մի ավտոմեքենա ստեղծել է անվտանգության գոտիները։ Դա մեծ հնարավորություն է անվտանգ երթևեկելու։ Բայց այս Չուկչիստանում տուգանելով են մարդկանց հարկադրում, որ անվտանգության գոտի օգտագործեն։ Սա մի օրինակ, թե ոնց է լինում, եւ որ քեզ հնարավորություն են տալի ավելի անվտանգ երթևեկելու, երբ որ հնարավորություն են տալի ավելի ապահով լինելու, քեզ դա անհարմար է։ Թվում է թե նորմալ մարդը պիտի օգտվի, չէ, անվտանգությունից ու ապահովությունից։ Այդ նորմալ մարդը։ Իսկ ով ասեց, որ մարդկանց մեծ մասը նորմալ է, մարդկանց մեծ մասը աննորմալ է։ Ահա խնդրեմ։ Քաղաքական իրավունքները մարդկանց ընտրելու իրավունք են տվել։ Կանայք ժամանակին չեն ունեցել ընտրելու իրավունք։ Մեծ պայքարից, չգիտեմ, պատերազմներից, աշխատանքային ծանր պայմաններից հետո հեղափոխություններ, չգիտեմ, միտինգներ եւ այլն, կանայք ստացել են այդ հնարավորությունը ընտրություն անելու։ Առհասարակ մարդիկ ժամանակը եղել ընդհանրապես ժողովուրդ ընտրելու
հնարավորություն չեն ունեցել։ Միայն արիստոկրատիան է ենթադրենք որոշում կայացրել։ Կամ չգիտեմ, միայն սեփականություն ունեցողներն են կարողացել գնալ ընտրատարածք եւ քվեարկել։ Հետո այդ մարդկանց հնարավորություն են տվել բոլորին։ Ականած չառանձնացնենք էլի։ Հնարավորություն են տվել քաղաքական իրավունք դուրը բացեն, ասեն դուրս եկեք։ Դուք այլևս ազատ եք։ Գնացեք ու քվեարկեք ում ուզում եք նրան թող դառնա ղեկավար, ենթադրենք, կամ ձեր ներկայացուցիչ պատգամավոր։ Այսօր աշխարհում 50%-ից ավել եթե ընտրությունն է տեղի ունենում, մասնակցությունն է լինում ընտրություն, դա շատ լավ թիվ է։ Սրա մասին եմ խոսում, երբ որ մարդուն ազատություն ես տալի, լուծում ես տալիս, հնարավորություն ես տալիս, միշտ չի որ մարդը դա վերցնում է, դա ունակ է վերցնելու։ Երբեմն իր նախկին այդ վիճակը մարդուն այնքան հարմար է, որ նա չի գալի առաջ։ Ահա նույնը Իրանի մասին կասեմ։ Նույնը մեզ է վերաբերվում։ Արդյոք մենք, թե իրանցիները, թե մենք այնքան հասուն ենք, որպեսզի մեր ձեռքը ընկած հնարավորությունը ի նպաստ մեր բարօրության, ինչը նշանակում է մեր երկրի բարօրության։ Երկրի բարօրությունը վերացական հասկացություն չի։ Երկրի բարօրությունը դա բանը չի, սարերի բարձրությունը չի։ Այսինքն եթե երկիրը ավելի մեծ բարօրություն ունի, ավելի լավ վիճակում է, դա նա չի որ այդ տարի սարերը ավելի բարձր են, քան անցած տարի։ Դա նշանակում է այդ տարի ժողովուրդը ավելի լավ են ապրում։ Ժողովուրդը ավելի բարեկեցիկ կյանքով են ապրում։ Ահա մենք այդքան գլուխ ունենք, այդքան հասկանում ենք։ Իրանցիները կհասկանան այդքան։ Ահա, այնց որ ինձ համար ամենալավ սցենարը կլիներ, որ իրանցիները հասկանային այդքան, հայերը հասկանային այդքան ու գնային իրենց համար, իրենք իրենց քաղաքականությունը որոշեին, ինչպես են ապրելու, իրենք իրենց քաղաքականությունը։ Ոչ թե իրանց մեջից մի որոշակի խավ, դա կապ չունի կլինի էլիտաներ, հոգևոր էլիտաներ, կրոնական էլիտաներ, թե չգիտեմ քաղաքական էլիտաներ, անգրագետների հավաքածու քաղաքականությունից ոչինչ չհասկացող, թե այս էլիտաները իրանց համար որոշում կայացնեն։ Նու հələ որ մենք հնարավորություն ունենք ի տարբերություն Իրանի, բայց էլի շատ չենք տարբերվում իրանցիներից։ Միգուցե իրանցիների մոտ էլ այսպես լինի, ու այդ դեպքում հեղափոխությունը իրանց համար կլինի կործանարար։ Այդ նշանակում է իրանց գլխի միշտ պետք է մեկը կանգնի ու իրանց ուղղություն ցույց տա։ Որոշում կայացնի ու իրանց հարկադրի այդ որոշումն անել։ Բայց ես կուզենայի, որ այլ սցենար լիներ։ Ես կուզենայի, որ մեր ժողովուրդները քաղաքականապես ավելի հասուն լինեին։ Արմինե Ավետիսյան, սրանից ավել ինչ պետք է լինի, որ մտածող եւ մտահոգ մարդիկ համախմբվեն։ Հարգելի Արմինե, այդ կոլեկտիվիստական, այդ ամբոխային, այդ նախրային վերաբերմունքը թարգեք ժողովուրդ ջան։ Համախմբումը բերում է ուժի մեծացման, սակայն արդյունավետությունը գալիս է ոչ թե համախմբումով, այլ կազմակերպվածությամբ։ Իսրայելը 10 միլիոնանոց երկիր է։ Իրանը 90 միլիոնանոց երկիր է։ Իսրայելը այսօր կարողանում է Իրանին հարկադրի, թելադրի իր պայմանները։ Դա համախմբումով չի։ Ոնց էլ չլինի, ամբողջ Իրանում մի 10 միլիոն համախմբված մարդ կարելի է գտնել։ 10% այդ ժողովրդի ամբողջությամբ համախմբված կլինեն իրենց կրոնական առաջնորդի կամ իրենց պետական առաջնորդների շուրջ, իրենց ռազմական ղեկավարության շուրջ։ Բայց դրանից ոչինչ չի փոխվում, որովհետև համախմբումը բերում է ուժի մեծացման, բայց ոչ արդյունավետության։ Արդյունավետության համար կազմակերպվել է պետք։ Ահա թե ինչու էլ ինչա պետք որպեսզի մտածող եւ մտահոգ մարդիկ համախմբվեն, մտածող եւ մտահոգ էշերը կարան անverջ համախմբվեն, մի ամբողջ բիզոնների նախիր համախմբվեն։ Դրանից ոչինչ չի լինի, դա կլինի մեծ ուժող բիզոնների նախիր, որոնք կարան իրանց ոտի քացուտակ գցեն, ինչ իրանց ճանապարհին պատահի, բայց որոնց կարելի է ցեղասպանել մի քանի որսորդական հրացաններով։ Մի քանի որսորդական հրացաններով կազմակերպված մարդիկ կարան նրանց ցեղասպանել։ Ահա թե ինչի մասին եմ խոսում։ Իսրայելը լավ կազմակերպված է։
Իրանը վատ կազմակերպված է։ Իրանը այնքան անկազմակերպ է, որ առաջի կարևորության ֆիգուրներ, թե ռազմական, թե գիտնական, իրենց բնականաններում քնած են եղել։ Ասենք բարձրահարկ շենքում, մամա ջան, բունկերել չէ, բարձրահարկ շենքում։ Ուրեմն այդ ատոմային ռեակտորներ են, թե ինչեր են, այդ լաբորատորիաներ են, քանի տասնյակ մետր, թե 100 մետր գետնի տակ են, սարք է։ Մարդիկ կվարտիրաներում են ապրում։ Միած սրանց խելքին աշեցեք։ Այդ ռեակտորը աշխատացնող մարդիկ կվարտիրաներում են ապրում, ռեակտորները ընդեղ, որովհետև գիտեք ինչ են ռեակտորները ընդեղ, որովհետև իրանք իմացել են, որ կարող է տրաքացնեն դա։ Հասկանում եք։ Դա կարող է ընդեղ տրաքացնեն, դա համար խորը ապահով պահել են։ Այնինչ այդ ռեակտորներն աշխատացնող մարդիկ, որոնք ավելի կարևոր են, այդ մարդիկ կվարտիրաներում են ապրում։ Այդ ռակետները, զենքերը բունկերներում են։ Այդ զենքերը կառավարող գեներալները բնակարաններում, կվարտիրաներում են քնած։ Սրանց խելքին նայեցեք։ Հասկացաք համախմբումը ինչ նախրային երևույթ է։ Պետք չի համախմբվել, պետք է կազմակերպվել։ Իսկ կազմակերպվածության բարձրագույն ձևը, որ հնարավոր է, դա պետությունն է։ Դրա մասին ունեմ դասախոսություններ պետականության, պետության անատոմիա։ Սրանից ավելի ինչ պետք է լինի, որ մտածող, մտահոգ մարդիկ համախմբեն։ Դուք մի անգամ ասացիք կոնսուլտացիաներ եք անում, ինչի արդյունք չկա։ Արմինե ջան, ինչ արդյունք պետք է լինի։ Ինչ արդյունք պետք է լինի։ Պետք է մի հատ մեծ նախիր տեսնեիք, շատ մեծ նախիր։ Արդյունքը դա կլիներ ձեր համար, հոգիները փառավորեին պլակատներով եւ դրոշներով նախիր։ Կազմակերպվել է պետք։ Կազմակերպության լավագույն ձևն էլ պետությունն է։ Բարձրագույն ձևը, ոչ թե լավագույն, բարձրագույն կազմակերպվածությունը ժողովրդի համար պետությունն է։ Պետք է ցած բաներ հասկանալ։ Կոնսուլտացիաների արդյունքում 90%-ը կոնսուլտացիա եղած հանդիպած մարդները իդիոտներ են, քաղաքական իդիոտներ։ Էտա։ Էդ էլ կոնսուլտացիաների արդյունքը։ Տելևիզորով տեսնում եք ամեն օր այդ մարդկանց։ Իդիոտներ։ Մի հատ բանից բեխաբար լրագրողի հետ կարան զրույց անեն։ Հրապարակային զրույց լուրջ տրամադրված մեկի հետ, լուրջ պատրաստված մեկի հետ, մի հատ չեն կարող անեն։ 10 րոպե չեն դիմանա։ Էտա ազգիտ ընտրանին։ Շատ շուտ էսպիսի մի խոսք եմ ասել, երբ որ ժողովրդին ասում էին ժեղ, ես ասում եի, եթե ժողովուրդը ժեղ է, ապա էլիտաները դրանք տեսակավորված աղբ են ընդամենը։ Էլի աղբ են, բայց տեսակավորված։ Պլաստիկը մի կողմի վրա, չգիտեմ, մետաղականը մի ուրիշ արկղի մեջ, ընդամենը տեսակավորված աղբ են։ Եթե հենց այդ իրանց էի ասում, էլի։ Լավ, այդպես անցնենք, Արմինե ջան։ Ես չեմ ուզում ձեզ, սա ամենուր ձեզ չի ուղված, ձեզ չեմ կշտամում, ես այդ մտքերն եմ ասում, որ այդ համախմբան կոչերը թարգեք ժողովուրդ ջան։ Ում է պետք համախմբելը, առանց կազմակերպվելու։ Իսկ նրանք, ովքեր համախմբելուց են խոսում, նրանք կազմակերպելուց չեն հասկանում, որտեղ այս ազգը վաղուց համախմբված է։ Քանի հազար տարի համախմբված է այս ազգը, մեզնից համախմբվածելով կա։ 3 միլիոն մարդ չի արտագաղթել Հայաստանում։ Դրանից այն կողմեն ինչ համախմբում եք ուզում այ մարդ։ Ամեն օր պատերազմի վտանգի տակ 3 միլիոն մարդ միտեղ ապրում է։ Դրանից համախմբված էլ ինչ եք ուզում։ Այդ կազմակերպել է պետք է 3 միլիոնին։ Այս սրանից է որ խելքները չի հասկանում, որտեվ նախրի պես էլի համախմբում։ Իսկ գիշատիչները, որսորդները, նրանք կազմակերպվում են, նրանք չեն համախմբվում։ Ավելի նրանք կարող են ոչ թե համախմբեն, այլ ցրվեն։ Ամեն մեկը միտեղ դարանակալի սպասի իր զոհին, բայց նրանք ընդհանուր կազմակերպված մի գործ են անում, որս։ Անցանք, Սերյոժա Առաքելյան, պարոն Մանասյան,
Այս պատերազմի ֆոնին առհասարակ համացանցում ակտիվացավ հակասեմիտական եւ հակահրեական տրամադրությունները։ Ես կարծում եմ, որ հակասեմիտական եւ հակահրեական տրամադրությունները մի որոշակի խումբ կա մարդկանց, որոնց մոտ միշտ էլ ակտիվ է, միշտ։ Այդ մարդիկ ամբողջ խնդրը իրանց հիմարության պատճառը հրեաներն են, այդ մարդկանց համար իրանց դժբախտությունների պատճառը հրեաներն են, աշխարհում ինչքան վատ բան կա, մեղավորը հրեաներն են, եւ աշխարհը ըստ էության իրանց կարծիքով տիրում են հրեաները։ Չնայած ասենք չինացիները 1.5 միլիարդ են աշխարհում ու բավականին մեծ իշխանություն ու ազդեցություն ունեն թե Չինաստանում, թե Ամերիկայում, թե աշխարհում։ Հնդիկները 1.5 միլիարդ են ավել աշխարհում, Աֆրիկան գրեթե հրեա չեն, չհաշված Եթովպիայի հրեաները, այսինքն հուդայականություն դավանողները։ Էլի հրեա չեն, Եվրոպան մի ահռելի բնակչությամբ եւ հարյուրավոր միլիոններ, միլիարդի կհասնի, միլիարդի թե չի հասնում։ Էլի հրեա չեն, հայերը, որ խո հայերը հրեա չեն, թեև արյունակից են, հա, պարբերական հիվանդությամբ գենետիկորեն արյունակցական կապեր կա հրեաների, հատկապես ոչ եվրոպական, ոչ աշքենազի, հրեաների եւ հայերի միջեւ։ Բայց լավ հայերը հո հրեա չեն այմար, բան չեն այսօրին։ Մի խոսքով մարդիկ կան, որոնք ամեն ինչում հրեաների մատն են խառը տեսնում, ավելին գնում Հիտլերի Մայն Կամֆ են բանանում, կարդում, կարդում, Ցես մարդիկ կան, այնպես որ, հա, այդ միշտ կա։ Հիմա, հա, ինձ էլ բան են, մարդիկ էլ կան, ինձ ասում են ջհուդ, ինձ են ասում, լավ, ժողովուրդ, ես ուղղակի ուզում եմ լինեմ այն ազգի ներկայացուցիչը, որում ծնվել եմ։ Եթե ես Ուզբեկստանում, ուզբեկի ընտանիքում ծնված լինեի, ես կլինեի ուզբեկական ազգի նվիրյալ զավակ։ Եթե ես Չինաստանում ծնված լինեի, ես կլինեի չինական ժողովրդի չինական ազգի նվիրյալ զավակ։ Իմ համար սկզբունքային է, որ ամեն մարդ հավատարիմ լինի իր արմատին, իր բնին, հավատարիմ լինի, իր հող ու ջրին հավատարիմ լինի, իր ընտանիքին, իր ժողովրդին, պիտանի լինի։ Ու ինձ համար մեկ է, ով ինչ ազգի է, ով որտեղ ծնվել է կամ որտեղ իրան գտել է, թող այդ ազգից էլ լինի։ Հիմա ես ստեղ եմ ընձի, գթե, ստեղ եմ ծնվել, ես էլ հայ եմ, այդտենց ստացվել է, դա իմ ընտրությունը չի։ Իմ ընտրությունն է սկզբունքային լինել, սեփական ժողովրդին, սեփական ազգին, պիտանի լինելու հարցում սկզբունքային լինել։ Ես սեփականը որը կլիներ, ես չգիտեմ, եղել այն ինչ որ եղել է։ Իմ ծնողների ընտանիքում եմ ծնվել, ինչ անեմ, տենց է ստացվել։ Այնպես որ ինձ մեղադրել օրինակ ինչ որ ուրիշ բանում, էսի խի եմ այս թեմայով ծավալում, նամակ էին գրեբան ասում են քո մասին sense բաներ են խոսում։ Դե հիմա թող խոսան այն մարդ։ Այդ իրանց համար է, որ իրանք իրան շուքից վատ են ելնում։ Իրանք ինքան չկան, այնքան ոչ մի բան են, որ փորձում են ասենք Տիգրան մեծով իրանց գտնեն մխիթարություն։ Ինքնությունը կոլեկտիվ ինքնությամբ են մարդահաշիվ ելնում, էլի իրանք իրանց համար։ Ինձ համար մեկ է։ Որտեղ էլ ծնված ելնեի, ես է ելնելու։ Որտեղ էլ ծնված ելնեի, ես է ելնելու։ Հիմա ստեղ եմ ծնվել այ մարդ։ Այս ժողովուրդն է, իմ ծնողը, այսպես ասած։ Այս ժողովուրդն էլ իմ ծնողն է, ինչ կարամ։ Հերիք չծնելը մի հատ էլ չի շպրտե, չի գցե, տիրությունն է արել, մեծացրել է, դաստիարակել է, կրթել է, սովորացրել է։ Լավն էլ է ցույց տվել, վատն էլ է ցույց տվել, վերջ։ Հա։ Եվ այսպես, այս պատերազմի ֆոնին առհասարակ համացանցում ակտիվացավ հակասեմիտական եւ հակահրեական տրամադրությունները, ինչը բնականաբար նորմալ է։ Ինչպես նաեւ հիշվեցին հրեաների հետ կապված կոնսպիրոլոգիաները։ Կցանկանայի, որ անդրադառնանք այս թեմային ազգային ատելության ենթատեքստում։ Ժողովուրդ ջան, ինք իրանից բան ներկայացնող մարդը չի համեմատվում այլոց հետ։ Կայացած է ինքն իրանից։ Տուֆտեքը միշտ էլ համեմատվելու են, միշտ էլ նախանձելու են, այդ բան կա, չէ, այդ աստվածա բարոյական եւ աստվածաբանական կարելի ասել, մի այդպիսի տեքստ կա, որտեղ ասում է
երբեք այլոց հետ մի համեմատվի, որտեղ միշտ կգտնես քեզանից ցածր եւ քեզանից բարձր մարդիկ։ Քեզանից ցածր մարդկանց հետ համեմատվելով կդառնաս մեծամիտ, քեզանից բարձր մարդկանց հետ համեմատելով կդառնաս չարակամ։ Ահա թե ինչու մի համեմատվիր։ Այլոց հետ մի համեմատվի, դու քո Աստված։ Իսկ եթե համեմատվում ես, շատ լավ, առանց նախանձի, առանց մեծամտության։ Առանց նախանձի ու առանց մեծամտության։ Այսքան բան։ Եթե ազգերը, ազգային ատելությունը կապ չունի, էլի գամ ձախականներին։ Ձախականները միշտ նախանձել են ունևորին, միշտ։ Միշտ ասել են, ունևորից խլենք, բաժանենք սրան նրան։ Երբեք չեն ասել, գնանք սրան նրա հետ բիզնես դնենք, հարստանանք։ Միշտ ասել են բիզնես որ ունի, հարստացել է, գնանք նրա բիզնեսը ձեռքից խլենք։ Թեկուզ այդ բիզնեսը կարող է ֆերմա լինի։ Ոնց են սովետները կուլակաթափանում։ Ասում են, խիրինք 15 հատ կով ունի։ Այդ 15 կովից մեկը թողեք իրան, այն 14-ը տարեք կոլխոզ։ Խի իրան լինի։ Ձախականությունը այդ է։ Նախանձ, միշտ նախանձ։ Միշտ համեմատվում է։ Միշտ ատում է նրանց, ովքեր կանգնած են ոտքի վրա, ինքնաբավ են, ոնց որ առյուծներին միշտ բորենիները նախանձում են։ Միշտ առյուծի արած որսից գնում են, որ իրանք խլեն այդ առյուծի արած որսը իրանք ուտեն։ Միշտ։ Առյուծն ինչ անում։ Ինքն իր համար գնում որս անում։ Միշտ ինքն իր համար որս անում, ինքն իր գլուխն է պահում։ Հասկանում եք։ Առյուծները դրանք անհատականներն են, բորենիները դրանք համայնականներն են։ Թեև առյուծն էլ է համայնքով ապրում, բայց փոքր համայնքով, իր ընտանիք։ Գնում որս են անում, ուտում են այ մարդ։ Հիմա այդ ինչի եմ ասում, դու ազգությունը կապ չունի, նույն ազգի մեջ էլ որ թողես, այդպես է դասավորվում։ Նախանձներն ու ինքնաբավ մարդիկ։ Միշտ, այդ էլ ինձ թվում է բնից է, այդ մարդու խասյաթն է, խարակտերն է։ Կան չէ մարդիկ միշտ նախանձ են, այլ նախանձ են։ Այդտենց։ Իսկ ազգային նախանձը ավելի վատ, շատ ավելի վատ։ Գոր Աթոյան։ Այս ամենը ինչ է փոխում Թուրքիայի համար։ Գորջանս ինչ լավ արծ տվիր։ Ինչ դասեր նոր հնարավորություններ նրանք քաղեն սրանից։ Թուրքիայի համար սա բերվում է մեծ խնդիրներ եւ իհարկե հնարավորություններ, որտեղ եթե Իրանը տարածաշրջանում ընկավ, թուլացավ, Թուրքիան դառնալու է Իրանի Իսրայելի հետ թիվ 1 մրցակիցը։ Այսինքն հիմա էլ ունեն իրար մեջ որոշակի թույլ լարվածություն, բայց տարածաշրջանի համար մեկը լինելու համար Իսրայելն ու Թուրքիան պիտի իրար մեջ պայքարեն։ Երկուսն էլ Միացյալ Նահանգների հետ մոտիկ են, լավ են, դաշնակից։ Երկուսն էլ ունեն ամբիցիաներ այն երկրներում, շահեր այն երկրներում, որոնք երկուսի համար էլ հարևան են հանդիսանում, տարածաշրջանային են։ Սա Թուրքիայի համար գլխացավանք է այս տեսանկյունից, բայց միևնույն ժամանակ հնարավորություն, որպեսզի Թուրքիան ցույց տա, որ տարածաշրջանում ինքն է, ոչ թե Իսրայելը։ Ու Թուրքիան գնալու է սրան։ Իսկ Իրանը այս դեպքում առաջի հայացքից տեսեք թվում է, թե Իրանի համար սա վնաս կլինի, որտեղ իր դիրքերը կթուլանան, արդեն թուլացել են։ Բայց Իրանը հնարավորություն ունի, այսպես կոպիտ ասած, տակտիկական նահանջ անելու, Արծրուն Հովհաննիսյանին հիշեցի, ժամանակավորապես նահանջելու, վերախմբավորվելու, սա տասնամյակների հարց է, ժամանակավոր ասվածը, վերախմբավորելու եւ նորից առաջ գալու, ինչպես արեց օրինակ Գերմանիան, ինչպես արել է Ճապոնիան։ Ֆանտաստիկ օրինակ, ինչպես Ֆրանսիան արել։ Իրանի մոտ կարա շատ ավելի լավ ստացվի, քան ստացվել է Ֆրանսիայի մոտ, Ճապոնիայի մոտ եւ Գերմանիայի մոտ։ Իրանի մոտ կարա, բայց Իրանը պետք է հետ քաշվի մի որոշ ժամանակ, վերախմբավորվի եւ նորից առաջ գա։ Այս ընթացքում կփորձեն իրարին կոտորել, մասնատել, նույն լուծումներ է պետք։ Լուծումներ է պետք մշակել։ Բայց Իրանը այլ ընտրանք չունի։ Տարածաշրջանում այլևս
Իրանը լուրջ խաղեր անելու հնարավորություն չունի, իմ կարծիքն ասա։ Ինքն իր սահմաններին կարա, այդ թվում նաև Հայաստանի հետ, Հայաստանի հանդեպ, բայց մեծ խաղերի համար Իրանը այսօր գոնե շատ փիս ընկավ։ Հեսա կխոսանք դրա մասին։ Բախշի Նաղդալյան, ես ուզում եմ հասկանամ, ով շահող դուրս եկավ, ոնց որ թե վերջանում է։ Ով տուժեց։ Իրանի իշխանական էլիտան, կրոնական էլիտան տուժեց, ռազմական էլիտան տուժեց։ Իրաք եկեք ստենց ասենք, իրանական ժողովուրդը տուժեց, թե չէ, ժողովուրդ էս ինչի չեմ ասում, սա ոչ թե պատերազմ կասեի սրան, այլ հատուկ ռազմական գործողություն, որտեղ սա իրոք հատուկ ռազմական գործողություն էր Իսրայելի կողմից։ Ֆանտաստիկ արդյունքներ գրանցեցին, ֆանտաստիկ։ Ինչ են անում Իրանը, բալիստիկ հրթիռներ բան տալի մի հատ ասենք թաղամաս ավերում է, իմաստ այնգեր, ինչ եք անում։ Նրանք ննջարանում, մարդու ննջարանում խոցել են իրենց ուզած, իրենց նախընտրած ռազմական կամ գիտնական մարդուն։ Դուք ես ինչ եք անում ցևի թաղամաս եք տրակցնում։ Հասկանում եք, այս սա է, սրանում եմ ես տենում Իրանի պարտությունը։ Եթե Իրանը ամբողջ Իսրայելը հողին հավասարացնի, Իրանը պարտված է։ Իսկ Իրանը պարտված է, որովհետև Իրան այսպես ասեղով, Իրան ասեղով տապալում են, իսկ ինքը վերցեք կվալտով, չգիտեմ ինչով, տրակցնում է ամբողջը։ Չեն գեր, հենց դա արդեն պարտություն է։ Տեխնոլոգիական պարտություն է, հաշվարկի պարտություն է։ Գիտնականներին նստեցրել 14 գիտնական արդեն մահացել է։ Առաջի գիտնականներին խփել էին դե հենց առաջի գիշերը։ Հետո գիտնականներին մեքենայով փորձում են էվակուացնել, դրանց էլ են խփում։ Լավ, ես չեմ հասկանում, դուք ես ինչ ձևի կազմակերպվածություն է։ Ոնց կարելի է ասենց կազմակերպվել, էլի, այս աստիճան, այսի որ զորով ուզեն, բացի թողիլները ոչ մեկին ոչինչ չկազմակերպեին, երևի մարդիկ սեփական անվտանգության, սեփական ինքնապահպանման բնազդով ավելի լավ կպատասպարվեին ու կպաշտպանվեին, քան թե երբ որ իրանց կյանքն ու առողջությունը վստահված է եղել պետությանը։ Ոնց կարելի է այս աստիճան անհաշվ է նկատել այ մարդ։ Այս աստիճան։ Ժողովուրդ, ես Իրանի հետ շատ հարգալից ջերմ, տեղ-տեղ նույնիսկ կարելի ասել սիրով եմ վերաբերվում։ Ինձ համար խիստ ցավ է այսօր այս վիճակում տեսնել Իրանին։ Նախ սա նոր չի։ Երբ որ Իրանը Սիրիայից դուրս էր գալի, այսինքն երբ որ Ասադին հարցերը լուծում էին ու Իրանը ոչինչ չէր կարողանում, արդեն պարզ էր, որ Իրանը նահանջում է։ Երբ որ Լիբանանում Հեզբոլլահին առաջնորդներին խփում էին ու Իրանը ոչինչ չէր անում, արդեն պարզ էր, որ Իրանը նահանջում է։ Բայց դու տեսնես ոնց են այդ նույն Հեզբոլլահի առաջնորդներին ոնց են արել Լիբանանում։ Նույն ձևի իրանց են արել, ես զարմանում, դուք տեսակ եք, դուք չհետևություններ չարիք Հեզբոլլահի հերթով, ում նշանակում էին առաջնորդ տալիս սպանում էին, հետո հաջորդին էին սպանում։ Դուք դասեր չքաղեցիք, ինչ աստիճան իդիոտ կարելի է լինել, էլի։ Ինչքան իդիոտ կարելի է լինել, որ այդ փորձն էլ աչքի տակ ունենալով ամբողջ գլխավոր շտաբը ոչնչացնեն։ $90 միլիոնից երկիր։ Համախմբումը ոչ մի բան է։ Դա ընդհանրապես ուժ է։ Միտեղ դրած, ոչ մի բան անող ուժ։ Որպեսզի դա դառնա արդյունք, արդյունավետություն, դա պետք է լինի բարձր կազմակերպված, խիստ բարձր կազմակերպված։ Իսկ դրա համար պետք է հաշվարկ, ունակություն, ինտուիցիա, դիսցիպլինա։
Ես չգիտեմ Իրանի ժողովուրդը սրանից նույնիսկ կարող է շահած դուրս գա։ Իրանի ժողովուրդը սրանից կարա շահած դուրս գա։ Ինչ է անում Իսրայելը։ Իսրայելը այս ասեղով կետ խփում է։ Ու այդ բանը, այս հարցազրույց եմ լսում, Իրանից ասում են, մեզ մոտ խոճապ չկա, Իրանից են ասում։ Դրանց քարոզչական հնարքները մի հատ նայեք։ Այս ինչ, այս որ դարում եք դուք մնացել։ Համոզված եմ հիմա այս մոնիտորինգի շրջանակներում լսում են իրանական համապատասխան կադրերը։ Անձինք հիմա հետևում են, այս ուղիղ եթերն հենց հիմա էլ եթե չեն լսում, լսելու են։ Այո դուք որ մակարդակի վրա եք, այ որտե եք մնացել։ Հիմա ձեր տեխնոլոգիաները վերցեք, այս ինչ եք անում այ մարդ։ Ասում է Իրանում հանգիստ մարդիկ գնում են միտինգներ են անում։ Այդ միտինգ եք անում, որովհետև Իսրայելն ու Ամերիկան են տենց ուզում։ Նրանք չեն ուզում թշնամական տրամադրեն Իրանի քաղաքացիներ իրենց նկատմամբ։ Դրա համար նրանք խփում են այն կետերին, որոնք հաջորդ քայլը նավթարդյունաբերական եւ նյարդավերամշակման այդ ինֆրաստրուկտուրան ջնջելն է, որը Իրանին կտանի ուղիղ ճանապարհով սովամահության։ Բայց այդ սովամահ լինող ժողովուրդը քննադատելու է ղեկավարներին, որ իրանք վատ են կառավարում, ոչ թե Ամերիկային ու Իսրայելին։ Այսօր Ամերիկան ու Իսրայելը Իրանում իրականացնում են հատուկ ռազմական գործողություն։ Դա պատերազմ չի։ Այ երբ որ նրանք պատերազմ կանեին, այն ժամանակ կիմանայիք, որ նա պատերազմը։ Նրանք պատերազմ չեն անում։ Նրանք ընդամենը կետ այսենց բջիջկան դրած հարվածում են։ Ու այնպես որ ժողովուրդը դրանից ուղղակի վնաս չստանա, ուղիղ մահ արյուն չտեսնի։ Բայց այդ հարվածները հասնելու են նավթավերամշակող եւ նավթարդյունաբերող ինֆրաստրուկտուրային։ Ու այն ժամանակ Իրանը սոված կրկռալու է։ Ահա թե ինչու պետք է ճիշտ ժամանակին կանգ առնել, նախ ընդունել, որ քեզ տեղ են թողում բանակցելու, տեղ են թողում հաշտվելու։ Իրանը դա պետք է հասկանա։ Չգիտեմ հիմա իր էշը կքշի, թե կհասկանա, այդ ժամանակը ցույց կտա։ Բայց նրանք պատերազմ չեն անում, ժողովուրդ ջան։ Այդպես պատերազմով անում։ Այ դեպ հատուկ գործողությունը ստեղ նաև Ռուսաստանին օրինակ, թե որն է հատուկ գործողությունը։ Այսա է հատուկ գործողությունը։ Ուկրաինայում հատուկ գործողություն էին անում։ Սա մի շատ ուժեղ օրինակ էր, էլի։ Եվ եթե վաղվա պատերազմները տեղափոխվեն այս տեսակ փուլ, երբ որ հրամանատարությունը ոչնչացնում է եւ որոշում է հաղթողն ու պարտվողը, այ կլներ կներեք պետք է լազատ կտար, ժողովրդի արյունը չթափեր, հանգիստ իր համար ապրող ժողովրդի, այդ թվում զինվորականների, որոնք հրամանատարություն չեն էլի, այն նրանց ով ավելի լավ բանակ ունի, թող ավելի լավ պաշտպանվի, այլ լավ հաշվարկի, այն մյուս դիմացի թշնամու ղեկավարությանը առաջնորդներին կարողանա շարքից անի, թող պատերազմները սենց լինեին։ Այ ես դա կուզենամ, որ վաղը սա դառնա պատերազմ, եթե պետք է պատերազմ լինի, գոնե սենց լինի, հա։ Շարքային քաղաքացիները դրանից չտուժեն։ Արյուն արցունքսով համաճարակ, թող դա չլինի։ 3 հատ էշի գլուխ կան, լավ չեն կառավարում, թող դա նրանց հերնանից են։ Հետևից կգան կամ համանման էշի գլուխներ, նրանց հերն էլ կանից են, կամ կգան խելացի մարդիկ, ովքեր խելացի ճանապարհով կառաջնորդեն սեփական ժողովրդի։ Ով շահող դուրս եկավ, չգիտեմ, բացի ասեցի։ Ռուսաստանը կարճաժամկետ կարա շահեր ունենա, նավթի գները թանկանան բան, բայց սա Ռուսաստանի համար շատ անցանկալի սցենար է, շատ։ Համենայն դեպս այսօրվա Ռուսաստանի համար, լավ տենց ասեմ։ Նարեկ Մարտիրոսյան, ինչից է որ մեր ազգը դարձել է ռադիկալ արևմտամետ, մեր ռադիկալ արևմտամետ, ռուսամետ ու իրանամետ, նույնիսկ կուսակցությունները։
Արդյոք աշխարհի աչքերով չի դիտվի մեր երկիրը որպես կողմնորոշում չունեցող անլուրջ ու իրավիճակային։ Եթե նկատի կունեք քաղաքակիրթ աշխարհի, ես մոտապես ասեմ, քաղաքակիրթ աշխարհը մեր երկրին նայում է որպես վայրենիների հավաքածու։ Եթե ձեզ թվում է, թե աշխարհը մեր կողմնորոշումից պետք է բան հասկանա, ոչ։ Աշխարհը լուրջ կընդունի մեզ, եթե մեծ գործեր ու լուրջ գործեր տեսնի մեր կողմից արված։ Մինչև գործեր չտեսնի, արդյունք չտեսնի, աշխարհը մեզ լուրջ չի վերաբերվելու։ Ավելին այդ արդյունքը տեսնելուց էլ արդեն լուրջ կվերաբերվի, բայց գալու է նորից իր փայը պոկելու տանելու։ Հիմա իսկ ինչու է մեր ազգը դարձել ռադիկալ արևմտամետ, ռուսամետ ու իրանոտ, որտեղ մեր ազգը անկախականությանը չի հավատում։ Հայաստանի անկախությանը, սուվերենությանը, գերիշխանությանը չի հավատում։ Մեր ազգը մտածում է, միշտ պետք է մեկ իրան դոմփի, որ մի կտոր հաց տա, որ ուտի։ Միշտ մեկը պետք է իրան քշի էշի պես ասի, ես կողմ գնա, թե այն կողմ, ինքն իրանով չի կողմնորոշվում։ Օրինակը բերեցի, Վանդակի դուռը բացել են եւ Վանդակի մեջ երկար ժամանակ ապրած կենթանիա մարդա ինչա դուրս չի գալիս։ Հարմարվել է։ Տեր ամանգալի, ով կգա նորից այդ դուռը կփակի։ Սովետների փլուզումից այդ դուռը ջարդվավ, ընկավ։ Սովետը փլուզվավ, այդ դուռը ջարդվել էր։ Մինչև հիմա ազգովի ընկետեր են մանգալի, թե ով պիտի գա այդ Վանդակի դուռը փակի։ Մեկն ասում է թող եվրոպացին փակի, մեկը ասում է թող ռուսը փակի։ Իսկ աշխարհին վեճին չի ես համը։ Հիմա դուք օրինակ, չգիտեմ ինչ ասեմ։ Աֆրիկական մի հատ պետություն։ Ձեզ հսկի հետաքրքիր է այնտեղ ոնց են ինչ են։ Ընդհանուր գծերով գիտեք, որ ինչ որ ձևի, հա, նույն ձևի մեզ են նայում։ Ընդհանուր գծերով մի բան են էլի։ Հարավ-Աֆրիկյան Հանրապետությունն է, գիտենք մի քիչ զարգացած, հա։ Էլ ընդ ինչ կա։ Ոնց է տենց ընդհանուր մեր պատկերացումը, նույն ձևեր մեզ են նայում էլի։ Սասուն Խմոյան, այդ ինչ թմբիրի տակ է մեր ազգը, որ չի կարողանում արթնանալ, համախմբել ու մի գիտակից քայլ արել։ Սասուն ջան, արդեն համախմբվելու մասին ասացի, հերիք ելավ այդ համախմբումը։ Համախմբումը նախրին է պետք։ Իսկ որսի դուրս եկած ոհմակին, պրայդին, ջոկատին կազմակերպվել է պետք։ Կազմակերպվել, համակարգվել է պետք, ոչ թե համախմբվել, այլ համակարգվել։ Համախմբումը ստեղծում է ուժ, համակարգումը բերում է արդյունավետություն։ Երբ պիտի հասկանանք մեր ուժը միասնության մեջ է, դա շատ լավ հասկացել ենք, երբ պիտի հասկանանք, որ ուժը ոչինչ է, եթե այդ ուժը օգտագործման, եթե այդ ուժը թիրախ, հաշվարկված, նշանակետ չունի խոցելու, ումա պետք է ուժը։ Ուժը կա, 3 միլիոնը քիչ ուժ չի, 7 միլիոն էլ դուրս ունենք, դա ահռելի ուժ է, բայց ումա պետք, առանց համակարգման այդ ուժը ումա պետք։ Էլ կլասիկո, ինչու ուժեղացված ծառայություն չեն անում Սյունիքի մարզում բանակը եւ ոստիկանության զորքերը, հիմա համար մեծ պետք է լիներ։ Էլ կլասիկո, ես նոր լայվ եմ արել վերջերս մի շաբաթ առաջ, որտեղ խոսում եմ բանակի խնդիրների մասին։ Քու ինչին է պետք համար մեկը Սյունիքում։ Ասենք որ պատերազմ եղավ, այդ համար մեկն ինչ է անելու, կասես։ Ինչ է անելու կոտորվելուց բացի։ Լավ, դիմադրությամբ կկոտորվի, հետո պատերազմ Հայաստանում նշանակում է ռեզերվա պետք, ասել եմ 120,000 ռեզերվա պետք, ունես 120,000 ռեզերվ, չունես։ Այսինքն ամբողջ բանակի իմաստը որն է, կոտորվելու առաջին ալիքը ովքեր են լինելու, ում բախտը չի բերելու, կռվով, համար դիմադրությամբ կամ առանց դիմադրությամբ քնած տեղը կլինի կոտորվելու։ Համար մեկը քեզ ինչ է փոխելու։ Դառը ճշմարտություն եմ ասում, դաժան իրականություն եմ ասում։ Աշներիդ փուշն եմ դառնում ես ասելով։ Դուք բանակի կողքին եք, քրքրվեք դուք էլ, այս տեսակ բանակն էլ, այս տեսակ անկազմակերպ, անոռու գլուխ բանակն էլ։ Իմացաք։ Համար մեկ, ինչ ես անում, կոման ինչ տարբերություն, համար մեկը թե համար 5-ը։ Նույնն ալնելու արդյունքը, քո իշխանությունները, մեր իշխանությունները չունեն բանակի զարգացման, կազմակերպման տեսլական,
Չունեն, խաղաղության դարաշրջան են գնում։ Այս մարդկանց բանակ պետք չի։ Այս ժողովրդին էլ բանակ պետք չի։ Բանակը կրակու պատիժ է դառել այսօր այն սերնդի համար, որ գնում է։ Հիմա դե կանգնած կռվող տղեկ կան, նվիրյալներ կան, կասեն, ես ինչ ես ասում։ Դե այդ անգեր ջան։ Քարը փեշներիցը թափեք, մտեք քաղաքականություն։ Մտեք վերցրեք քաղաքական իշխանությունը, չեմ ասում զենքով, զորքով, ընտրություններով, քվեարկությամբ, քաղաքականությամբ։ Վերցրեք քաղաքական իշխանություն, մինչև երկրում քաղաքական իշխանությունը չպատկանի նվիրյալներին, ոչինչ էլ չի լինելու, ոչ բանակ, ոչ իրավապահ, ոչինչ, ոչինչ, համար մեկ տան, քուման ինչ տարբերություն, գլխավոր, գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլը չի, քուման ինչ տարբերություն ընդեղել, ինչ կտան, գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլն անգերջան, վերջ, Էլումա պետք է տենց համար մեկը։ Տեսակ ոնց են համար մեկ տալիս։ Այ համար մեկը էդ էր, Իսրայելը ինչ որ արեց, այդի համար մեկն էր։ Հիմա երկու տարբերակ։ Կամ դա քեզ հետևությունների է տանում, եզրահանգման է բերում։ Դու դուրս ես գալի ու կառուցում ես քո երկիրն ու քո բանակը, քո պաշտպանությունը, քո գիտությունը, քո տնտեսությունը։ Կազմակերպումը չի նշանակում, չիպոտով ամեն մեկին ասում ես ինչ անի։ Իրավապահ գործունեություն ես իրականացնում, բանակը 100%-ով մտցնում ես աշխատանքային ռեժիմի տակ, չարչարանք ռեժիմի տակ, պատրաստվածության ռեժիմի տակ։ Մի րոպե։ Ես իշքան հարց ա գրած, մի րոպե, հարցերը ստեղից կկարդամ, արի վերցրա, մի րոպե կներեք, էդ իլ տուր նեկել են բանը, տուր էլի, Ստեղից ինչ են գնում։ Հա, հիմա մի քանի բան ասեմ, մինչև հարցերին կանդրադառնամ, մի քանի կարևոր բան ասեմ, չնայած ահագին բաներ արդեն ասեցի։ Տեսեք ժողովուրդ ջան։ Իրանը պետք է վերանայի, ընդհանրապես ցանկացած հիմա ես սա պարտությունը Սա ոնց էլ ավարտվի, սա արդեն պարտություն է։ Հայերի պես կասեն բարոյական հաղթանակ բան, Նիկոլի պես կասեն ինչ է լինի մենք մեզ պարտված չենք համարելու, բայց սա պարտություն է։ Պարտություն նշանակում է տվյալ ժողովուրդը քննությունը հանձն է, տվյալ երկիրը քննությունը հանձն է ու ապացուցել է իր անպիտանությունը։ Այն կարգերը, այն համակարգման եղանակը, որը տվյալ համախմբված ժողովուրդը ուներ, չի աշխատում։ Պետք է այլ համախմբում եւ համակարգում։ Օրինակ բերեմ առաջին համաշխարհայինին Գերմանիան, հզոր երկիր, պարտվեց։ Դա ինչ բերեց։ Դա բերեց հասարակարգի փոփոխության։ Եկան ֆաշիստները, էլի պարտվեց։ Դա ինչ բերեց։ Դա էլի բերեց հասարակարգի փոփոխության։ Ցանկացած դեպքում պարտությունը բերում է հասարակարգի փոփոխության։ Դա դեռ չի նշանակում, որ արդեն ամեն ինչ լավ է լինելու։ Դա էլ կարա իր հերթին տանի մեկ այլ պարտության ու բելի հասարակարգի փոփոխության։ Իմաստ ունեն այն ժողովուրդները, որոնք այլոց փորձը հաշվի առնելով, սեփական վերլուծությունը անելով, սեփական ժողովրդին լավ ճանաչելով, գնում են սեփական լավ հասարակարգը կառուցելու։ Այդ ժողովուրդները տիրում են աշխարհին։ Սրա մասին արդեն գրել եմ։ Հասարակարգի այդ փոփոխությունը կոչվում է հեղափոխություն, բառից բուն իմաստով։ Ոչ թե իշխանության փոփոխություն, այլ հասարակարգը փոխվում է, հարաբերությունները փոխվում են, ժողովրդի համակարգման ձևը փոխվում է։ Մեզ մոտ մի փուճուր օրինականությունն է, մի թեթև Սերժի ժամանակվա համեմատ, մի թեթև օրինականությունն է վերականգնվել, ոչ շատ մեծ ձևով։ Ու վերջ, ամեն ինչ նույնն է։ Նույն գաղջը, նույն փնթի վիճակը, նույն թամբալ վիճակը, նույն ապաքաղաքական գաղութիստները, գաղութիստ, իբր թե ազգը, երկիրը բան, դες բաներ է խոսում ճոռոմ, բայց ինքը տեղով
Մեկին մանա գալի որ գա իրեն առաջնորդի իր համար որոշի ինքը որտեղ պիտի քնի, որտեղ պիտի զարթնի։ Իրանում պետք է հասարակ այս ինչ հիմա ունեն, սա չի աշխատում։ Եթե մինչև հիմա իրավունք չունեինք ասել, որտեղ իրանք իրանց ներքին գործերը ոնց ուզում տենց էլ ապրում են։ Հիմա կարող ենք ասել։ Ծալեմը տենց ապրելը։ Հիմա կարանք ասենք։ Ումա պետք է տենց ապրելը։ Այն գեր, երբ որ այսպես պատասխանատվություն պահին, դուք չկարացաք։ Նախ արդեն հասկանալի էր, երբ որ դուրս էին գալիս Սիրիայից, երբ որ թողնում էին Լիբանանը, արդեն հասկանալի էր։ Բայց այն ժամանակ մտածում էի, դե մարդ ես էլի, երևի չեն ուզում խառնվեն։ Ես էլ ուզում էի, որ չխառնվեն, պատերազմ չլինի։ Բայց երբ որ արդեն իրանց ննջարան են մտնում, իրանց հրամանատարներին են ոչնչացնում, գիտնականներին են ոչնչացնում։ Ու իրանց հոբն են ոչնչացնում։ Ունդ է տեղեկատվական բան, իսրայելական երկաթե գմբեթը չաշխատեց բան։ Ժողովուրդ շտաբը վերացրել են, հասկանում եք դա ինչ է։ Լավ, մնացած արդեն այլոք կասեն, շատ չխորանամ։ Շանթ Հարությունյանից խոսեք, ինչ խոսամ, ջերմ բարևները Շանթ Հարությունյանին, ուրիշ բան, ինչ խոսամ։ ԱՄՆ փորձում է իշխանափոխություն անի Իրանում, այս ժողովուրդը հարց իշխանափոխություն չի, այ իշխանափոխություն եղավ, Իրանին իշխանափոխություն պետք չի, ինչպես Հայաստանին իշխանափոխություն պետք չի, հասարակարգ պիտի փոխվի, համակարգը պիտի փոխվի, դու մարդկանց փոխելով համակարգը նույնը թողնելով ոչինչ չես փոխում, ոչինչ։ Ընդամենը հետաձգում ես երկարաձգում ես չարկաշ գոյությունը։ Ոչինչ չես փոխում։ Ադրբեջանի համար ասեմ, եթե այս հասարակարգի փոփոխությունն եղավ, Ադրբեջանը այստեղ ահագին դժվար իրադրության մեջ է հայտնում, որտեղ Ադրբեջանը նայեք Ադրբեջանն ինչ անում, տես մենք ասում ենք չէ դիկտատոր, բայց ուշադիր։ Ժողովուրդ, եթե մի երկրի քաղաքացիները հավես չունեն պոլիտիկա անելու, նրանց երկիրն ով պետք է ղեկավարի։ Եկեք մի հատ շատ կարևոր հարց է, էլի։ Մի երկիր է, հիմա մեր երկիրն է։ Այս երկիրը մարդիկ չեն ուզում քաղաքականություն անեն։ Չեն ուզում, ասում են քաղաքականությունը դա պոռնկություն է։ Տենց ասացված կա, իբր թե։ Չեն ուզում անեն, այ ընկեր։ Ով պետք է երկրում քաղաքականություն անի։ Չեն ուզում տեխնացություն ներկայացնեն, կուսակցություններ ձևավորեն, քաղաքացիական շարժումներ անեն, համախմբվեն, համակարգվեն, ծրագրեր առաջ քաշեն, գրքեր կարդան, վիճեն, դեբատներ անեն, հանրային քննարկում լինի, չեն ուզում գնան ընտրատեղամաս քվեարկեն, չեն ուզում, այդ տեսակ երկրում ինչ պետք է լինի։ Հələ ասեք տենամ, ով պետք է այդ երկիրում քաղաքականություն արտադրի, որ մյուսները սպառեն, որոշում կայացնի, ով պետք է անի։ Սինգապուրը այդպիսի օրինակ է։ Երբ որ ժողովուրդը դեռ հասունացած չի քաղաքական ազգ լինելուն, գալիս է մի հոգի, ասում է լսեք, հեսա ես կասեմ որ դե։ Ընդ ասում են դեմոկրատիա, ասում են սուս մնացեք աղբորպես։ Դեմոկրատիա, ինչ դեմոկրատիա, չի ուզում է ժողովուրդ, այ մարդ, այս ժողովուրդը չի ուզում, դեմոկրատիաս որն է այստեղ։ Չեն ուզում։ Դուրը բացել ես, ասում ես վանդակից դուրս արի, դուրս չի գալի։ Դուրս չի գալի, չի ուզում այդ ազատությունը։ Ասենց երկրներում գալիս է մեկը, սաղին հավաքում է բռի մեջ, ասում է եղավ։ Չեք ուզում, հեսա ես կասեմ ով ինչ է անելու։ Հələ փորձեք չեք արել։ Ասում են դիկտատոր է։ Հա որ։ Կարող է դուք եք էշ, չեք ուզում իրար գաք, թամբալեք, չեք ուզում քաղաքականություն անեք։ Բայց որ դուք չեք ուզում ով պետք է անի այն մարդ։ Մեկը պետք է անի այդ երկրում, կամ դրսից պետք է լինի այդ մեկը։ Իր դրածոներով ստե թելադրի։ Կամ ստեղ մեկը թասիբով այնքան թասիբով լինի, վեր կենա անի։ Հիմա Ալիևը այդ մեկն է Ադրբեջանում։ Վերակացի ու անում է։ Հասկացաք։ Էնես չի որ ընդ դեմոկրատիա դաս այո, կլինեն ընդդիմախոսներ, կլինեն մարդիկ, բայց ժողովուրդը առանձին անհատների մասին չեմ ասում։ Առանձին անհատներ, ովքեր հիմա բանտերում փդում են Ալիևի
իշխանության տակ, այդ առանձին անհատները կգան քաղաքականություն անելու, բայց ոչ ավել։ Ժողովուրդը, նյութը քաղաքական չի։ Հասկանում եք։ Սինգապուրին էլի անդրդ։ Այս Սինգապուրում, որ ասում են Լի Կուան Յուն, տես ինչ չարեց, ոնց սարքեց։ Այ դա արեց։ Ասեց ես կասեմ ոնց է կանում։ Դուք ոչ հավես ունեք քաղաքականության մեջ խորանալու, ոչ կարդալու, ոչ նախաձեռնության, մոլագար մի քանի մոլագարներ կան, դրանք հարց չեն լուծում, դրանք կառուցողական չէ։ Վերցեց երկիրը սարքեց դրեց։ Այսինքն այդ ժողովուրդը, այդ նյութը պիտի այդ ուզի հիմա։ Բայց վերջ առաջ այդ ժողովուրդը հասունանում է, չէ։ Վերջ առաջ այդ մեկը, որ ունի այդ իշխանությունը, որ կազմակերպում է բոլորին, այդ իր ձեռեղած իշխանությունից այլասերվում է, իսկ բացարձակ իշխանությունից այլասերվում է բացարձակապես։ Եվ արդյունքում թե այդ մեկը, թե իր երկիրը, թե իր ժողովուրդը գնում են ոչ այնքան լավ տեղ։ Ահա, այս իրարանցումը մտածելու տեղիք պիտի տա Ալիևին, մտահոգվելու տեղիք պիտի տա Ալիևին։ Սա մտահոգվելու տեղիք պիտի տա Ռուսաստանին, սա մեծ մտահոգության տեղիք պիտի տա Չինաստանին, որոնցից ոչ մեկը Իրանի ձեռքը չբռնեց։ Այս նեղ օրը ոչ ոք Իրանի ձեռքը չբռնեց։ Համաձայնագիր, դաշնագիր, չգիտեմ ինչ։ Իսկ Իսրայելը մատը փուշ մտավ, Ամերիկան կանգնած է։ Ամերիկային խփեցին, ամբողջ ՆԱՏՕ-ն է կանգնած։ Այս սենց է լինում միջազգային հարաբերությունները։ Այս սենց են լինում գործընկերները։ Չեմ ասում, թե նրանց միջև պրոբլեմներ չկան։ Բայց տես դասավորվածքը ոնց է։ Հələ թող փորձի Իսրայելին մի քիչ փիս խփի։ Ամերիկան հաստատ պաշտպանող է։ Խփեց Ամերիկային ամբողջ ՆԱՏՕ-ն է կանգնելու։ Ինչա տեղի ունենում այս թևի վրա։ Իրանին խփում են, Ռուսաստանը չի խառնվում։ Ռուսաստանն է պատերազմի մեջ, նրանք չեն խառնվում։ Չինաստանը վաղը պրոբլեմ կլինի, մյուսները չեն խառնվի։ Դրա համար հատիկ ամեն մեկին է ջարդելու են։ Հատիկ։ Եվ ինչն է կարևոր։ Իրանի ներսում արդյոք կա այն համախմբվածությունը, գանք համախմբվածությանը, որը անհրաժեշտ է պատերազմող երկրի համար։ Թե մի զգալի մասը ժողովրդի ասում է պրծնենք, էլի, պրծնենք։ Սրանք վերջը խելքի գան, էլի։ Նույնը կասեմ մյուս երկրների համար, ովքեր արտաքին թշնամու վրա են սևեռել իրանց ուշադրությունը, մոռանալով ներքին թշնամու մասին, պոտենցիալ թշնամու մասին, որ թիվ մեկը, որից սեփական իշխանություններն են։ Ցանկացած երկրի թիվ մեկ ներքին թշնամին, պոտենցիալ, դա սեփական իշխանություններն են։ Ցանկացած ժողովրդի թիվ մեկ ներքին թշնամին, դա սեփական իշխանություններն են։ Ընդունեք որպես աքսիոմա։ Եվ այն ժողովուրդները, որոնք այդ թիվ մեկ թշնամուն չծնվելու, չառաջանալու քայլեր են ձեռնարկում, կանխարգելիչ քայլեր են ձեռնարկում, ունենում են ուժեղ իշխանություն, փոփոխվող իշխանություն, այլասերվելու վրա արդեն թարմացող իշխանություն։ Իսկ այն ժողովուրդները, որոնք չունեն այդ համակարգերը, հիմնականում սևեռված են արտաքին թշնամիների վրա։ Ես հարցերից մի բան ասեմ, Կարեն Կուլախզյանը գրել էր, թե արդյոք Հայաստանը արդյոք ճիշտ է գնահատե վերաբերմունք ցույց տվել, երբ որ դատապարտել էր Իսրայելի ագրեսիան Իրանի նկատմամբ։ Ես կարծում եմ, որ նախ ասեմ, որ վերջի շրջանում Իսրայելի քայլերը գնահատելիս Հայաստանը Թուրքիայի հետ նույն գծի վրա է լինում, այսինքն օրինակ Գազայի հետ կապված Թուրքիան դատապարտեց, Հայաստանն էլ դատապարտեց, հիմա Իրանի հետ կապված, Հայաստանը Թուրքիայի հետ սինխրոն է աշխատում։ Ինձ մոտ այդպիսի տպավորություն կա։ Եվ արդյոք ճիշտ է անում, որ դատապարտում, միգուցե ճիշտ անում, չեմ կարող ասել։ Ես հիմա ազատ սենց խոսում եմ որպես քաղաքացի։
ազատ խոսում եմ, բայց վաղը եթե ես ունեցա պաշտոն, պետական պոստում եղա, ես ասենց չեմ կարող ազատ խոսամ, չեմ կարող ասենց ազատ ճիշտ ու սխալ անեմ, որտեղ երբեմն դիվանագիտությունը, պետության շահերը պահանջելու են այլ պետությունների նկատմամբ որոշակի գործողություններ, որոշակի դիրքորոշում, որը բխում է քո երկրի շահերից։ Իրանը մեզ համար թանկ երկիր է։ Մենք չենք կարող Իրանի նկատմամբ ոտնձգությունը նեյտրալ գնահատենք։ Ես կարծում եմ, որ ճիշտ է այո դատապարտելը, բայց ճիշտ է նաև հասկանալը, թե ինչ է կատարվում ընդհանուր առմամբ։ Միգուցե ներքին խողովակներով պետք է ինչ-որ մեսիջներ ուղարկել, թե մի կողմին, թե մյուսին։ Եվ վերջին հաշվով այսօրվա Հայաստանի գոյությունը դա արտաքին խաղացողների կամքով է պայմանավորված, որտեղ եթե արտաքին ցանկություն չլիներ, միջազգային համաշխարհային կոնսենսուս չլիներ, այստեղ Հայաստանի Հանրապետություն չէր լինի։ Գոնե այս շրջանում, այս իշխանություններով եւ այս բարոյալքված ժողովրդով, որ մենք ենք, այստեղ Հայաստանի Հանրապետություն չէր լինի։ Բայց չգիտեմ ինչքան երկար կտևի այդ բարեհաճությունը մեր երկրի նկատմամբ, արտաքին խաղը ինչպես այդպես ինչքան երկար տենց կդասավորվի, որ մեզ առանց նորմալ պաշտպանական համակարգերի, առանց տնտեսական, առանց թափթփված իրավական եւ պետական համակարգերի ինստիտուտների այս բարդակով ես չգիտեմ։ Մենք ինչքան կձգենք, այնպես որ մեզ պետք է, որպեսզի առնվազն պետական ինստիտուտները խելքի բերենք, մնացած ինստիտուտների հետ կապված էլ գնահատենք, հասկանանք, թե ինչա կատարվում, երկիրը ինչից է կառուցված։ 5 հիմնական համակարգեր, ինստիտուտներ կարգավորում են ամբողջ երկրի կյանքը։ Հասարակական ինստիտուտներ, ընտանիք, կոլեկտիվներ, ակումբներ, մամուլ, առողջապահություն, կրթություն, եկեղեցի, հասարակական ինստիտուտներ, տնտեսական ինստիտուտներ, մասնավոր սեփականություն, շուկա, ձեռնարկատիրություն, իրավական ինստիտուտներ, պայմանագիր, դատարան, սահմանադրություն, քաղաքական ինստիտուտներ, ընտրություններ, պարբերաբար, իշխանությունների բաժանում եւ հակակշռում, պետական ինստիտուտներ, ազգային ժողով, պարլամենտ, գործադիր, դատական համակարգ, իրավապահ համակարգ եւ պաշտպանություն բանակ։ Այս ինստիտուտները խելքի բերելու ամեն մեկը իր տեղում, բիզնեսմենները շուկայում, ձեռնարկատիրության մեջ, ամբողջ ժողովուրդը, չգիտեմ, իրավական, քաղաքական, հասարակական սեկտորում եւ այդ քաղաքականից սերված պետական համակարգն էլ իր տեղում։ Քրդերի հետ միասին կիսեն Թուրքիան։ Միամիտ, ժողովուրդ ջան, քրդերը պետականություն չունեն, դրան պետություն չունեն, դա նշանակում է իրան կազմակերպվածության ամենաբարձր մակարդակի վրա չեն, համակարգման ամենաբարձր մակարդակի։ Այդ միշտ հիշեք, համախմբում համակարգում։ Ինչքան ուզում են շատ լինեն, ու ինչքան ուզում են, եթե նույնիսկ Չինաստանը մի քանի 100 միլիոն մարդիկ էին, մի քանի 100 միլիոն, երբ որ այդ կոմունիստական իրանց ախմախության տակ վարի էին գնում։ Փոխեցին համակարգման ձևը, վերանայեցին դա, արին ինչ որ արեցին։ Հիմա տենց որ ասում եք, Թուրքիա դա համակարգ է։ Դա միայն տենց էթնոսների հավաքածու չի, դա համակարգ է։ Համակարգը, որը չի քուրդը։ Քուրդը այդ համակարգը չի։ Դա այդքան հեշտ չի ստեղծելը։ Եվ եթե նույնիսկ ստեղծեն քեզ ինչ, քուման ինչ տարբերություն։ Քեզ համար ինչ տարբերություն։ Քեզ թվում է քրդերը, որ համպետություն ստեղծեցին, գալու են աշկերտ պաչեն, ասեն, «Բայ ես ինչ լավ է, մենք աշկերտ լույս պետություն ենք ստեղծել»։ Հա։ Միամիտներ։ Բյուզանդյան տենց կեղտոտ մեր թշնամիներ, մեր կյանքը ուտում էր։ Գնաց Բյուզանդիա տեղ Օսմանյան կայսրություն էր։ Հա, լավ էր, կայֆ էր տալի։ Օսմանյան կայսրությունը գնաց լավ Թուրքիան է։ Հա։
Աշխարհի ամեն տեղում էլ միշտ մեկը լինելու է, որը քեզ հետ ունենալու է խնդիրներ։ Հարևանություն, բարեկամություն կանի, եթե դրսից թշնամի ունեք։ Միասին ձեր հարաբերությունները, միասին երբեմն ունենք մեզ ու վրացիներին։ Լիքը ընդհանուր մարտահրավերներ ունենք, բայց վրացիներն իրանց համար եղունգ ունեն, գլուխներն են քորում, մենք էլ մեր համար ենք դա անում։ Ինչու՞, որտեղ չենք կարողանում միասնական ուժերով մեծ հարցեր լուծել։ Երբ որ միասնական ուժերով տենում ես չի ստացվելու մեկը, ասում են դե լավ, ով ոնց կարա թող գլուխը պրծցնի։ Ու այդ էլ լնում է, ով ոնց կարա գլուխը պրծցնում է։ Հալավ գոնե սրանք հասկանալ կարելի է։ Կարելի է։ Ժողովուրդ ձայնը լավը չի, չեմ ջոկում։ Հիմա ձայնը լավը չի։ Խնդրում եմ մի հատ նշան տվեք, ձայնը լավը չի, ժողովուրդ ջան։ Թեև արդեն սահմանափակվում եմ, հարցերը լրիվ չկարդացի ամեն անգամվա պետք։ Ամեն անգամվա պես։ Լավ է։ Թեև հարցերին ամբողջական չանդրադարձա, բայց հիմնական ասելիքս էս էր։ Իրանը հնացել է։ Այս հասարակարգը, որով ապրում է Իրանը, չի գործում, չի աշխատում։ Սա պատերազմում պարտվող հասարակարգ։ Ավելին դեռ պատերազմել չի սա։ Սա դեռ պատերազմ չի։ Իսրայելն ու Միացյալ Նահանգները իրանց ամբողջ ուժով չեն լցվել Իրանի գլխին։ Սա դեռ Իրանը փորձում է սրանից պատերազմի դեկորացիա ստանա, փորձում է, բայց ով հասկանում է, հասկանում է։ Երբ փորձեցի ստեղ ոչ մեկի կողմից չլինել, ոչ մեկի դիրքա, ցենց ասած շահերը չներկայացնել։ Ինձ համար, եթե շահ պետք է ներկայացնեմ, ապա մարդը լավ ապրի, մարդավարի ապրի, անիմաստ զոհ չգնա, այդքան էներգակիր տակները դրած Իրանի մասին է խոսքը։ Ժողովուրդը երկիրը աղքատ ապրում է, ինչի որ ատոմային ստեղծի։ Լավ ատոմայինը ստեղծեց, ախր թողելու են դու այդ ատոմայինը օգտագործես։ Հիմա ամեն մեկի տունը ենթադրենք մի հատ տանգ կա կանգնած։ Այդ տանգը դու կարողանալու եք օգտագործել։ Ախր դա մենակ այդ տանգը ունենալը չի, տանգը ունենալու ու կիրառելու քաշ պետք է ունենաս։ Ես հասկանում եմ Իրանը ուզում է այդ քաշը ունենա։ Ես էլ եմ ուզում, որ Իրանը այդ քաշը ունենա։ Բայց սոված վիզը ծռած ժողովրդով այդ քաշը չես ունենա։ Աշխարհի կողմից մեկուսացած այդ քաշը չես ունենա։ Հյուսիսային Կորեան է, այն էլ ըստ էության Չինաստանի ձեռի տակ կարողանում է։ Թե չէ նրա հարցերը շուտ էին լուծել։ Շատ շուտ էին լուծել։ Հիմա Իրանին պետք է սրա նրա ձեռի տակ լինի ատոմային տերություն։ Պետք չի, հաստատ պետք չի։ Իսկ այսօր միգուցե Իրանը սկսի այսօր 20-30 տարից պարզի, որ ատոմայինը вообще պետք չէր, շատ ավելի հզոր տեխնոլոգիաներով, էլ եմ ասում Ճապոնիա, Գերմանիա, դու հենց Իսրայել։ Բա ափսոս չի այդ հսկայական պոտենցիալը, էներգետիկ, այդ տաղանդավոր ժողովուրդը, այդ մշակույթը, այդ պատմությունը, ափսոս չի այն մարդ։ Ափսոս է Իրանը։ Ու ափսոս են իրանցիները։ Ու Իրանի իշխանությունները իրենց ապիկարությունը պետք է խոստովանեն, ընդունեն։ Ուրիշ բառեր չեմ ուզում ասեմ։ Երկրի գիտական եւ ռազմական էլիտան հանել պուպուի նման կվարտիրաներում դնել այդ գիտնականի ու այդ ռազմական գործիչների կողմից օգտագործվող սարքավորումները տանել հողի տակ 100 մետրի տակ թաղել։ Սոնոգրաֆիայի ապարատը տանես գետնի տակ թաղես, որտեղ ափսոսա, պատվալում պաշտպանես, բժշկին հանես կրիշում քնցնես, տանիքում քնցնես։ Այն բժիշկը, որ այդ ապարատը պետք է աշխատացնի։ Խելքի աշեցեք։ Ստեղից սկսում ամեն ինչ։ Մարդու նկատմամբ, մասնագետի նկատմամբ վերաբերմունքից արդեն պարզ է ամեն ինչ։ Ներքին թշնամիների մասին մի մոռացեք։ Արտաքին թշնամիներ էլ կլինեն ու միշտ կան։
Բայց արտաքին թշնամիները ձեզ պատերազմ են հայտարարում մի քանի տասնամյակը մեկ, իսկ ներքին թշնամիները ամեն օր, ամեն ամիս ձեր կաշին կարան քերեն, հարգելի ժողովուրդ, սա էլ արդեն բոլորիս է վերաբերվում։ Ներքին թշնամին ով է, իշխանությունից այլասերված պաշտոնյաները, ովքեր բացարձակ իշխանությունից այլասերվում են բացարձակապես։ Հա իդեպ այս տերտերիների հետ կապված Նիկոլի այս զեղումները հիմա հասկացաք ինչի մասին էր։ Դե արդեն ամբողջ աշխարհը գիտեր, որ լինելու է հարձակում, ամբողջ աշխարհը գիտեր բացի Իրանից, մամա ջան, ամբողջ աշխարհը գիտեր, որ լինելու է հարձակում։ Լևոն Տեր-Պետրոսյանը հաստատ գիտեր, որ կաթողիկոսի հետ հանդիպում է, այդ բաներին անում։ Մի խոսքով սա խառնվել էին իրար։ Նիկոլն էլ սկսեց կաթողիկոսին ու սրբազաններին այսպես անպատվել, դրանով միջազգային հանրությանը մեսիջ ուղարկելով, որ մենք կրոնապետությանը դեմ ենք, որ մենք կրոնականների դեմ ենք։ Бей своих, чтоб чужие боялись։ Մի խոսքով Նիկոլն էլ իր հակա իսլամական, հակակրոնապետական, հակաթեոկրատական վերաբերմունքը մինչև պատերազմը կլինի, ափալ-թափալ դրսևորվում էր հայ առաքելական եկեղեցու նկատմամբ, որից որ դրսում, այսինքն թե Արևմուտքը, թե Ամերիկան, թե Իսրայելը, թե մյուսները հասկանան, թե Ադրբեջանը, թե Թուրքիան հասկանան, որ այս հարցում մենք Իրանի ռեժիմին այսպես կոչված կողմնակից չենք։ Այս էլ թե ինչի էր Նիկոլը այս ձեռովոտ ընկե հոգևորականներին անպատվում։ Ցույց էր տալիս Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Իրանի հարցում։ Էդ էլ տենց հարգելիներս։ Ну, հա Կարեն ջան։ Ժողովուրդ, էլ չեմ ուզում երկարացնեմ, կներեք իհարկե։ Ամփոփիչ Հայաստանի համար լավ կլինի, որ Իրանում կարգեր փոխվեն։ Հայաստանի համար ավելի լավ կլինի, որ Հայաստանում կարգեր փոխվեն։ Հայաստանի համար լավ կլինի, որ մենք դառնանք քաղաքական եւ արտաքին թշնամիներից մինչև արտաքին թշնամիների մասին հիշելը հիշենք ներքին թշնամիների մասին եւ ցանկացած ժողովրդի լավ կլինի չմոռանալ սեփական այլասերված իշխանություններին եւ հնարքներ գործադրել տեխնոլոգիաներ քաղաքական համակարգը ձևակերպել այնպես սահմանադրությունը գրել այնպես որ սեփական իշխանությունները սեփական երկրի գլխին փորձանք չդառնան ու երկիրը չտանեն նորանոր պատերազմների իսկ պատերազմի հանդիպելիս էլ ագրեսիայի ենթարկվելիս էլ համակարգված ու հզոր հակահարվածի ունակ լինեն ոչ թե ամեն մեկ իր սպալնայում քնած լինի թշնամու բեսպիլոտնիկին կամ չգիտեմ ավիացիայի թիրախում եւ Իրանի պես իր սեփական ժողովրդին սեղմած իշխանությունները այո հենց նույն ժողովրդի մեջ կունենան այնքան Իսրայելին ամերիկացիներին ծառայող մարդիկ մի օրինակով նայեք արտագաղթը մարդիկ ինչ են անում արտագաղթերից թողնում են իրենց քաղաքացիությունը երկիրը գնում են դառնան ուրիշ երկրի քաղաքացի կամավոր գնում են դառնան ուրիշ երկրի քաղաքացի բայց եթե օրինակ Հայաստանի հաշվարկը նույնը Իրանում մեծ արտագաղթ կա թեև երիտասարդ է պոպուլյացիան բայց Իրանից ահռելի թվով մարդիկ ունակ մարդիկ կարող մարդիկ թող է գնաց լեն հիմա տեսեք եթե Հայաստանից 1 միլիարդ մարդ 1 միլիոն մարդ այս 30 տարում արտագաղթել է նո հեչիպես 1 միլիոնը պատրաստ էր փաստորեն այդ մարդիկ չեն մի հատ ուրիշ 1 միլիոն պատրաստ են համագործակցել այն երկրների հետ ուր արտագաղթել են հիմա պատկերացրեցիք ինչքան շպիոն կարա լինի Հայաստանում եթե մի օր մարդ ես էլի պատկերացրեցիք Wikileaks-ը Արման Բաբաջանյանի հետ կապված էր օրինակ նյութ հրապարակել Արման Բաբաջանյանն էլ նամակով գրառումով հարցրեցի ես նամակով չէ գրառումով հարցրեցի թե Wikileaks-ը քո մասին ասում է դու
Ամերիկայի շպիոն ես եղել, մոտավորապես էս էր ասում։ Հիմա որ դատիտա բարերը չեմ ցիտում Wikileaks-ի, բայց այդպիսի բան կար, ասեց ինչի մասն է խոսքը, իբր թե ինքը չգիտեր էլի ինչի մասն է խոսքը։ Մի խոսքով։ Հիմա ինչքան մարդ պատրաստ կլինի շպիոն լինի Իրանում։ Իսրայելի շպիոն, Ամերիկայի շպիոն, լիք։ Երբ որ սեփական ժողովրդից շամպես ես պահում, երբ որ մի հատ գլխաշորի համար կողում քացուտակ սպանում են մարդուն, այդ երկրում միլիոնավոր մարդիկ պատրաստ կլինեն շպիոն աշխատել այլ երկրների համար։ Ու հեշտ վերբովկա կլինեն։ Որտեղ որ վերբովշիկը գալիս է, ինչ է անում, կինոներից եմ տեսել, չիմանականցի վերբովկային ուզեցե անել։ Բանը վերբովշիկը ինչ ան, չնայած կողա ուզեցել են, չգիտեմ։ Ամենայն դեպս հələ որ չի ստացվել, եթե ուզեցել են նույնիսկ։ Բանը վերբովշիկ, ասում հանուն քո հայրենիքի, հանուն ես, հանուն են, այս կեղտոտները, բան սկսում է վերբովկա անել։ Սարքում է շպիոն, իր գործակալ։ Կամ շպիոն չէ, այս դեպքում հայերեն բոզ էլի, բոզ է սարքում, կներեք այս արտահայտության համար։ Իր անձնական օգտագործման գործակալն է սարքում։ Ահա։ Էս էլ է շատ կարևոր, թե ինչու են իշխանությունները, ինչի պետք է սեփական ժողովրդի նկատմամբ սիրալիր լինեն, հոգատար լինեն, ոչ թե քացով, քֆուրով բան։ Մի ուրիշ կարևոր բան էլ, քանի խոսք եկել ասեմ։ Տեսեք, սեռական առանձնահատկություններով, սեռական հակումների հետ կապված առանձնահատկություններով մարդկանց հայհոյում են, նեղացնում են բան։ Իսկ այդ մարդիկ հանրության մեջ կարան ասենք մոտ 1%, հա, 100-ից մեկը կարա սեռական առանձնահատկությունով լինի։ Եթե դու նեղացնում ես այդ մարդկանց, այդ մարդիկ էլ են պատրաստ դառնալ շպիոն, այն հանրության դեմ, ով իրենց նեղացնում է։ Դրա համար ընդհանրապես հանրությունը պետք է ներքին հաշտություն ունենա, խաղաղություն ունենա։ Ներդաշնակ համակեցությունը դրա մասին է, որ այնպիսի նեղացվածներ չլինեն ու նրանց քանակը այնքան մեծ չլինի, որ նրանք այլ երկրների համար դառնան գործակալ ու աշխատեն արդեն սեփական, ասենք թե կոռումպացված երկրի դեմ։ Հասկանալի է։ Դրա համար երկիրը պետք է պաշտպանելու բան ունենաս երկրում։ Այդ երկրում ապրելու արժանի բան պետք է լինի։ Այդ երկրում սիրելու արժանի բան պետք է լինի։ Էլի եկանք ներսին։ Պրոբլեմները արտաքին թշնամին չի։ Պրոբլեմները երկրի ներսն է։ Արդյոք այդ երկրի ներսում այդքան արժանի բան կա, որ մարդը մնա ու ապրի տեղ։ Այդքան սիրելու արժանի բան կա։ Արդյոք այդ երկրում պաշտպանելու արժանի բան կա։ Եվ արդյոք այդ երկրում սեփական կյանքի գնով անձնազոհությամբ ինչ որ մի բան փրկելու բան կա։ Այս է կարևորը։ Եթե սա կա, այն մնացածը դրսի արտաքին թշնամու հարցերը լուծելի են։ Ինչպես համակարգվելով, հատուկ ու մտածված համակարգվելով։ Ну, այսօրվա համար դերևս այսքանը։ Կներեք, որ լրիվ մեկնաբանությունները չեմ կարդում, չեմ մեկնաբանում։ Դերևս այսքանը։ Շնորհակալություն ուշադրության համար, բարի գիշեր։